Քան անգամ եմ ասել Հայաստանում օխլոկրատիա է, անգիդագից մասսան է, որ ընտրություն է կատարում։ Ձեր երկիրը, ձեր դեմոկրատիան, ձեր ժողովուրդը, ձեր ժողովրդի քվեն։ Նաև ձեր երկիրը։ Դրա համար էլ ես իբրև եկեղեցական ստիպված եմ հանդուրժելու այն իշխանությանը, որը մեր գլխին կփաթաթիկ դու։ Բա մարդկային որակները, ասենք դուք հավաքական ընդդիմությունը սատարում եք, բայց տկաց մարդկային որակների վրա։ Որ մարդկային որակների վրա։ Այսօր 60-ամյա Վարդան Ղուգասյանը նույն Վարդան Ղուգասյանը չէ, ինչ որ 20 տարի առաջ, ինչ որ 15 տարի առաջ։ Քաղաքական միտք է։ Դուք կարծում եք, թե այսօրվա իշխանությունը քաղաքական միտք է կներասնում։ Բա Գազանա Զուսպ Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում։ Ազանասուս Նիկոլ Փաշինյանը մեր զավակն է։ Քաղաքական միտք է տեսել այսօրվա իշխանությանը։ Ես էլ մի բարի պտուղ չեմ, ճիշտ է ասում Քոչարյանը, քանի որ Քոչարյանի նկատմամբ հակակրակ ունեք, չեք ուզում։ Ես չունեմ հակակրակ։ Ամենամոդ լուծման մոդը եղել է QS, Սուսեր Սարգսյանի մոդեցում հետևյալն է, կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա։ Ոնց կարող է խաղաղության այդ պայմանագրի մեջ Արցախի ժողովրդի հարցը չլինի։ Աշխարհից կտրված, բան չհասկացող, իրականությունից կտրված, ռոմանտիզմի մեջ ապրող, սենտիմենտալ։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված պահում։ Շնորհակալ եմ, որ զորով, համոզելով, տանջելով զորով համոզելով այս փոքր տեղը հատկացրեցիք։ Այդքան զորով համոզեցիր։ Չէ։ Լավ, Սրբազան, մի փոքր խոսենք Գյումրու ընտրություններից։ Ամբողջ հանրապետության ուշադրությունը սևեռված էր Գյումրու ընտրություններին, չէ՞ կարծում որ մի փոքր չափազանցված էր այնուամենայնիվ հատկապես երբ որ այդ ընտրություններին համապետական նշանակություն էին տալի եւ դրանով էին պայմանավորում իշխանության Նիկոլ Փաշինյանի տապալումը։ Միգուցե սա ընդհանրապես ինչ-որ հերթական պրովինցիալ ընտրություն Գյումրիի մասին։ Համաձայն չեք։ Գյումրին այդքան էլ պրովինցիալ չի։ Պրովինցիան վատ բան չի։ Չէ, ոչ լավ իմաստով, ոչ վատ իմաստով Գյումրին պրովինցիա չի։ Գյումրին թելադրող է, ուղղորդող է, կարևորագույն ներդրում ունի Հայաստանի Հանրապետության բոլոր ասպարեզներում։ Ոչ մեկ չի կասկածում։ Հետևաբար այդ Երևանն է պրովինցիա, որը Գյումրիի շնորհիվ եւ գյումրեցիների շնորհիվ դարձել է նաեւ մայրաքաղաք։ Սովետական հանրագիտարանը, Հայաստանի հանրագիտարանը վերցրու պարզ թեստի եւ կտեսնես թե որ քաղաքից ավելի շատ մարդիկ են տեղ գտել հանրագիտարանում։ Ոչ մի ուրիշ բնակավայր, ուրիշ քաղաք, որևիցե մի բնակավայր չի կարող համեմատել։ Քանի որ թեման բացեցիք ասեմ, գյումրեցիների մոտ շատ եմ նկատում։ Ես գյումրեցի չեմ բնիկ։ Դա իրականությունն է, դա ճշմարտություն։ Սա ինչ-որ մատ բարդույթ է, անդադ գյումրեցիների կողմից թիրախավորել Երևանը, նվազեցնել նրա դերը, որը ով է նվազեցնում նրա դերը։ Հենց նոր դուք։ Ոչ։ Երևանը գյումրեցիների շնորհիվ, Երևանաբնակ գյումրեցիների շնորհիվ ձեռքբերումներ է ունենում, դա վերագրում է Երևանին։ Այդ մասին է խոսքը։ Գյումրին լրջագույն դոնոր է, ամենալուրջ դոնորն է Երևանին եւ Հայաստանի Հանրապետությանը։ Այդ մասին ենք մենք խոսում։ Դա հասկանալի է, որ մեկը ճիշտ է։ Ուրեմն տես, նայ, դու շատ երիտասարդ ես։ Հա։ Ես 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ընդամենը հաշված րոպեներ անց կարելի ասել մի ժամ-կես անց եղել եմ ուրեմն Երևանից հասել եմ Գյումրի Լենինական այն ժամանակ։ Ցանկացած գյումրեցի, որ առաջին իմացել է, որ ես հասել եմ Երևանից եւ երկրաշարժի պահին եղել եմ դեռ Երևանում, հա, առաջին հարցը եղել է անկախ իր ունեցած զոհերի քանակից, խո Երևանին բան չի եղել։ Հասկանում ես։ Երևան սիրող Երևանցիները ավելի Երևանը չեն սիրում, որքան Գյումրին սիրում է իր մայրաքաղաքը։ Այդ հայտնի կադրերն էլ կան, երբ որ Ռիժկովը, չէ, Գորբաչովը եկել է Արցախի մասն է։ Արցախի մասն է, բայց ես իմ անձնական փորձառության մասին եմ խոսում, ես չեմ խոսում, լսած չեմ ասում ես։ Որովհետև ես Երևանում էի երկրաշարժի պահին, արդեն շարժվում էի Երևանից, բայց պատահաբար եմ եղել, ես չեմ իմացել, որ Գյումրին ավերվել է։ Ես այդ օրը պատահաբար գալիս էի Գյումրի, իբրև իմ ընտանիքին այցելության։ Այն ժամանակ Երևանում ինչ էի կանում։
Ասում եմ գալիս էի Գյումրի, մեքենա էի նստում, որպեսի գամ Գյումրի։ Էջմիածնում էի ծառայում այն ժամանակ, որոշել էի դեկտեմբերի 7-ին, չորեքշաբթի օրեր, առավոտը գալ Գյումրի, մի օր մնալ, ամսի 9-ին վերադառնալ, այդպես էի որոշել, թույլտվություն էլ ունեի իմ վերադասից։ Եվ երբ որ նստում էի տաքսի կինոռասիայի մոտ, որպեսի գամ Գյումրի, երկրաշարժը տեղի ունեցավ, ցնցեց։ Բայց ոչ մեկս չիմացավ եւ չէր կարող իմանալ, որ Գյումրին ավերված։ Այսինքն տեղ հասնելուն պես եք տեսել, որ քաղաքը ավերված է։ Այո, մինչեւ Ազատան հայտնել չէր, որ ավերված է։ Եվ ուրեմն այնտեղ հենց քաղաքի մուտքի մոտ տաքսին հրաժարվեց առաջ գնալ եւ այնտեղից մինչեւ քաղաքի կենտրոն, որ մեր տունն է, բնակարանն է, վազելով եմ եկել եւ ճանապարհին լեփլեցուն մարդիկ հարցրել են, խոսել ենք, խոսքի մեջ մտել ենք եւ ասել եմ ես Երևանից եմ գալիս եւ առաջին հարցը որ եղել է, հո Երևանին բան չի եղել։ Իսկն Երևանը կարևոր է։ Բա իհարկե։ Ուրեմն երբեք այդ հագադրությունը մի արեք։ Ես չեմ անում։ Հա։ Ուղղակի գյումրեցիները ուզում են, որ հարգս հարգավորած, պատիվս պատվավորած։ Հասկանում ես։ Այսինքն տեղը բերենք։ Ներդրումը ցանկա սպորտ, մշակույթ, կերպարվես, թատրոն եւ այլն եւ գիտություն։ Եկեղեցում ենք մենք լուրջ ներկայություն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 19-րդ դարում երկու խոշոր քաղաք կար Արևելյան Հայաստանում, Ալեքսանդրապոլը եւ Շուշին, Երևանը բերդաքաղաք էր։ Այո, իբրև հայկական քաղաքներ, այո, Ալեքսանդրապոլը խոշոր Անդրկովկասի երրորդ քաղաքն էր, Թիֆլիսից ու Բաքվից հետո, ամբողջ Անդրկովկասի երրորդ քաղաքն էր։ Այո։ Լավ, քանի որ եկանք այստեղ, ընտրություններին դեռ կվերադառնանք։ Սպասան, կարծիք կա, որ Ալեքսանդրապոլը որպես այդպեսին, Ալեքսանդրապոլ, Կումայրի, Գյումրի ռուսների ստեղծած քաղաքն է եւ մեծ քաղաք։ Ես եմ միշտ ասել։ Այսինքն քաղաքը, որը ձևավորվել է ռազմաբազայի շուրջը։ Քաղաքը, որը պրոդուկտ է ռուսական կայսրության, սա չես կարող ուրանալ եւ անիմաստ է ուրանալը։ Ալեքսանդրապոլը հիմնել է ռուսական կայսրությունը։ Ռուս ժողովուրդը չի հիմնել։ Ռուսական կայսրությունն է հիմնել։ Երբ որ 1829 թվականին եղել է ներգաղթը, այսինքն ներգաղթել չի եղել, եղել է բնակչության փոխանակում։ Այստեղի թուրք բնակչությունը, մահմեդական բնակչությունը անցել է այն կողմ, հայ բնակչությունը այն կողմից եկել է այս կողմ։ Իսկ այդ գիտակցումը կա, որ գիտակցում, որ ռուսական կայսրության ստեղծած քաղաքն է սա։ Փաստն է դա գիտակցության առ չէ, այդ գիտակցությունը չկա շատերի մոտ։ Շատերը մտածում են, որ ինքնաբերաբար ծնվել, ինքնաբերաբար չի ծնվել։ Հիմա ես էլ եմ բացատրում, ուրիշ ես ուզում լսես։ Ուրեմն ռուսական կայսրությունը այդ ներգաղթը կազմակերպել է շատ ուրեմն կազմակերպված արեստավորներին, առևտրականներին ուրեմն բնակություն է տվել Գյումրի գյուղագում, ոչ գյուղի է, գյուղ է, ամենաանշուք գյուղերից է եղել։ Իսկ ովքեր որ եղել են անասնապա եւ հողագործ, ուղարկել է գյուղեր։ Հասկանում ես, այդ ձևով է ձևավորվել այս քաղաքը։ Բոլոր այդ ներգաղթողներին մեկ առ մեկ հարցրել են, ինչ ես արեստով։ Հողագործ գյուղ։ Ինչ ես անասնապա գյուղ։ Ինչ ես արեստավոր Գյումրի։ Առևտրական Գյումրի։ Այսպես է ձևավորվել։ Այսինքն ընտրյալների քաղաք է, հա։ 1829-ից հետո մինչև 1836 արդեն ձևավորված քաղաք է եղել եւ ստատուս ստացել է, որ կան հիշում եմ 1846-ին։ Եվ իր այս կանոնավոր հադագագծով, ով է կանոնավոր հադագագիծը գծե։ Ռուս ճարտարապետ։ Ռուսական կայսրության հեղինակությամբ է այս քաղաքը հիմնվել։ Սա պետք չի ուրանալ։ Պետք չի ուրանալ։ Բայց սա չի նշանակում, որ սա Ռուսաստան է։ Էդ էլ չի նշանակում։ Ուրեմն ամեն ինչը պետք է ճշմարտությունը ասես, ոչ թե փորձես թաքցնել քողարկել բան, ճշմարտությունը պետք է ասես եւ ամբողջական ճշմարտությունը։ Այո, ռուսական պետական ապարատն է ստեղծել այս քաղաքը, բայց այս քաղաքը ստեղծվել է իբրև զուտ հայկական քաղաք։ Ուղղակի մի ուրիշ խնդիր կա, ռազմաբազան։ Եվ տպավորություն է ստեղծում, թե Գյումրին ֆորպոստ է դառնում ռուսական հետաքրքրությունների եւ ռուսական շահերի
համար, սրան ինչ կասեք։ Այդպես եղել է 200 տարի Եվ այդպես է։ այդպես կա։ Այս բանին էլ կա դեռ, քանի դեռ ռազմաբազան կա, նշանակում է իրենց համար նշանակություն ունի, իրենք այստեղ այս ձևի համար չեն։ Եվ Հայաստանը Գյումրուց է սկսել խորհրդայնանալ, Մայիսյան Իջևանից։ Ուղղակի Մայիսյան ապստամբությունը ամենամեծ ծավալները է այստեղ։ Դե հա, այստեղ եղել է, որովհետև այստեղ կար ամենազգալի բանվոր դասակարգը դեպոն։ Դեպոները, գիտես, մեծ դերակատարություն են ունեցել պրոլետարիատի, որը ամենաակտիվ պրոլետարիատը դեպոներում էր։ Իսկ ռազմաբազան Սրբազան ինչ դերակատարություն ունի, որտեղ հիմա տիրապետող կարծիք կա, որ դա անպետք ինչ որ միավորում է, որը որքան հնարավոր շուտ պետքա դուրս անել եւ դա որևէ կերպ չի ապահովում մեր անվտանգությունը, այսինքն այն գիտակցումը չկա, որ Թուրքիայից կա սպառնալիք, որ մի հատ էլ այդ ռազմաբազան ինչ որ դերակատարություն ունենա։ Թուրքիայից սպառնալիք իհարկե կա։ Էդի մենակ միամիտները ու երասկոտներն են կարծում, թե Թուրքիայից սպառնալիք չկա։ Թուրքիայից սպառնալիք կա։ Եվ այդ սպառնալիք անպայմանորեն պետք չի հասկանալ պատերազմի տեսքով։ Անպայման պատերազմ չէ, սպառնալիք։ Այդ սպառնալիքը հայկական ինքնության, Հայաստանի սուվերենության նկատմամբ սպառնալիքը միշտ կա եւ միշտ կլինի։ Քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունները չեն կանոնակարգվել։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կանոնակարգվել միայն զիջումներով հայկական կողմից։ Պետք է լինեն փոխզիջում։ Ուրեմն Թուրքիան պետք է ընդունի մի բարձ բան, որ ինքը հանցագործություն է գործել հայ ժողովրդի նկատմամբ։ Գործել է, անկախ այն բանից, իրենք ասում են արժանի էր, անկախ այն բանից արժանի էր կամ չէր։ Ասենք ֆիդայական շարժումներ են արել, բանման եւ այլն, ուրեմն ամբոստացել են Օսմանյան կայսրության դեմ, դավաճանել են Օսմանյան կայսրությանը, այսինքն ռուսին են օգնել, ֆրանսիացուն են օգնել, անկախ այդ ամեն ինչի ճիշտ կամ սխալ լինելուց։ Ինքը հանցագործություն է գործել Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ։ Ինքը կարող էր այդ կոնկրետ այդ շարժումների դեմ իր պայքարը ծավալել, բայց ինքը այդ շարժումների դեմ պայքարի ծավալման շրջանակում ոչնչացրել է մի ամբողջ ժողովուրդ։ Հասկանու՞մ ես, սա պետք է ընդունի։ Լավ, ռազմաբազան, բայց այստեղ ինչ դեր է խաղում, եթե վտանգը ֆիզիկական չի, այլ ինքնությանն է սպառնում։ Ո՞վ ասեց ֆիզիկական չի, ես ասի միայն ֆիզիկական չէ։ Այնպես չէ, որ անպայմանորեն ֆիզիկական է պատերազմի, բայց այո, ցանկացած պահի կարող է լինել պատերազմ։ Անշուշտ նույնիսկ պատերազմի դեպքում ես այդքան ռուսամետ չեմ։ Ես այդ պատերազմի դեպքում էլ հավատացողը չեմ, որ ասենք ռազմաբազան պետք է խառնվի կամ պետք է միջամտի ռազմական գործողությունների։ Ինքը քաշվի մի կողմ գնայի, թե ինչը տեղի ունենում։ Եթե այդպիսի հրաման ստանա վերևից։ Ինչպես հրաման ստացավ Արցախից, չմիջամտեց։ Մի երկու հատ բնապահպանի չկարողացավ հեռացնել, չկարողացավ, ռուսական կայսրությունը չկարողացավ։ Բայց սրանց բաներ մոդեցումները ճիշտ չի, խռովկանի համար, քանի որ դուք քաղաքականությունը խռովկանության վրա չի։ Քաղաքականությունը եւ խռովկանության վրա եթե լինի հիմնված, ուրեմն դուք հավիտենական խռով պետք է լինեք Թուրքիայից, Թուրքիայի հետ եք հաշտվում։ Ռուսը, որ ընդամենը փոքրիկ բան է արել, նրա այդ խռով եք, բայց թուրքը, որ ամբողջ մի երկրամաս բնաջնջել է հայերի, նրանց այդ խռով չեք արդեն։ Եթե խռովկանությունը քաղաքական կատեգորիա է, ուրեմն տղաներ, եղեք խռովկան բոլորի նկատմամբ, ովքեր որ ձեզ, այսպես ասած, վատություն են արել։ Թուրքական կայսրությունից, թուրքական իշխանությունից մեծ որևիցե մեկը վատություն չի արել հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը շատ մարդկանց է տեսել, չէ՞, շատ նվաճողներ եկել, գնացել եւ այլն։ Պարսկական կայսրությունում ա եղել։ Պարսկական կայսրությունը նույն ցեղասպան քաղաքականությունը չի ունեցել։ Վրացական թագավորությունում ա եղել, ռուսական կայսրությունում ա եղել, բյուզանդական կայսրությունում ա եղել։ Ոչ մի իշխանություն ցեղասպան քաղաքականություն չի վարել հայ ժողովրդի նկատմամբ։ Ուրեմն եթե խռովես Ռուսաստանի փոքրիկ բանից, բան հսկա բանից խռով չես։
Դե չեն խռովում։ Դուք եք ասում, որ ռազմաբազան հարցակման դեպքում ետ է քաշվելու, եթե պետք է ետ քաշվել ինչի մնա։ Այսօր խռովկանության բան է։ Իրենց մեզ են մեղադրում մեր իշխանություններին, հիմա նախկինները կլինեին, նախկիններին էլ են մեղադրում։ Հայ-ռուսական հարաբերությունների այն մագարտակը, որ եղել է 30 տարի, դա եղել է խիստ անբավարար, դա եղել է վասալի հարաբերություն։ Եվ ռուսները ասել են, քանի որ վասալ է, վերաբերվում է իբրև վասալի։ Հիմա այդքան վասալությունից հետո, կորցնելուց հետո, երբ որ ուրիշ շանս չունես ոչ մի բան, առանց ուրեմն որևիցե մեկի օժանդակության ձեռք բերելու, քո վասալության պատճառով եւ իբրև վասալության հետևանք ստացած հարվածներից ասում ես խռովկանության փուլի, որ ասում եք վասալական հարաբերություններ, ինչ նկատի ունեք։ Օրինակ կարող է նկատի ունեմ, որ ոչ մի ինքնուրույն քայլ չեն կարել առանց իրենց հետ համաձայնեցնելու։ Եթե նույնիսկ դրա անհրաժեշտությունը չի եղել։ Դա ոնց որ ընդհանրական պնդում է, օրինակներ կան։ Ընդհանրական պնդում չի, շատ ռեալ պնդում է։ Հենց Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Նախիջևան չենք մտել, մինչև չենք հարցրել Ռուսաստանի կամքը։ Ռուսաստանն էլ ասել է չէ մի մտեք։ Այսինքն կարող ենք մտնել, չենք մտնել։ Իհարկե, 24 ժամում։ Բա հետևանքները։ Ոչ մի հետևանք չէի ունենա, կունենայր ավելի լավ գեոպոլիտիկ վիճակ։ Այստեղ եկեք մտ բազմակետեր դնենք, այս թեմաներին վերադառնալ ենք եւ գան Գյումրու ընտրություններին։ Վերադարձի Գյումրու ընտրություններին։ Չափազանցված չէին։ Չեզոք բաների մասին։ Չափազանցված չէին, պարզվեց։ Ինչ է։ Դրանց նշանակությունը։ Իհարկե, այս պահին լուրջ նշանակություն, միշտ էլ լուրջ նշանակություն է ունեցել, այս պահին առավել ևս։ Գիտեք, այս ընտրությունները ինձ ինչը զարմացրեց, որ Շիրակի թեմի առաջնորդը աջակցում էր Վարդան Ղուկասյանին։ Աջակցություններ հայտնում, այլ տեխնացուներին վերջում արդեն ընտրությունների արդյունքները պարզ դառնալուց հետո առաջարկում էր քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Դե դուք չեք մյուս ընդդիմադիրներին առաջարկում։ Ես կոնկրետ ասել եմ քվեարկեք Վարդան Ղուկասյանի օգտին։ Չէ, ասում եք, որ ընդդիմությունը հաղթի, որ ԿՊ-ն չհաղթի։ Այո, ես Վարդան Ղուկասյան ոչ մեկի անունը ես չեմ տվել։ Ես ասել եմ ընդդիմության։ Բայց ընդդիմությունից ամենաշատ ձայները դե Վարդան Ղուկասյանն էր հավաքել, պարզա որ ինքն է, հա, ինչ անեմ։ Բայց ես Վարդան Ղուկասյանին չեմ պաշտպանել, ես պաշտպանել եմ ընդդիմությանը։ Նախ ես ասել եմ, որ անհրաժեշտ է, ցանկալի է, որ ընդդիմությունը միասնական հանդես գա մեկ դեպքով։ Դա հնարավոր չի եղել, բացատրել եմ ինչու հնարավոր չի եղել, հա, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով։ Գյումրիի սուբյեկտիվ իրականությամբ եւ Երևանի օբյեկտիվ ցանկություններով։ Եղել է 7 ընդդիմադիր տեխնացու, այսպես ասած, որոնց մի մասը ինձ համար ընդդիմադիր չի եղել, մի մասը ընդդիմադիր է եղել։ Ինձ համար։ Բայց ընդհանուր եղել է ընդդիմադիր 7։ Ես ասել եմ տվեք ձեր ձայները ընդդիմության։ Այդ բանում ստեղծվել է վիճակ, որ Վարդան Ղուկասյանը հավաքել է ամենաշատը։ Մնացածին ասել եմ միացեք Վարդանին։ Այս գլխավոր ընդդիմադիրը Վարդան Ղուկասյանն է, ձեր վաղեմի հակառակորդը, որի հետ դուք Ես որևիցե մեկի հակամարտության մեջ եք եղել։ Ես որևիցե մեկի հետ հակառակորդ չեմ եղել, չեմ կարող լինել։ Այո, մեր հարաբերությունները եղել են շատ բուռն։ Շատ բուռն։ Շատ, այո, բուռն։ Հա։ Բայց ես հակառակորդ չեմ եղել։ Եթե եղել եմ գաղափարական հակառակորդ։ Եղել եմ այն սխալների դեմ, որ ինքը գործել է, եւ ինքը գործել է, եւ հիմա էլ գուցե կգործի։ Էլի կասեմ։ Հասկանում եք, այդպես չի, բայց հակառակորդ, էդի չլավ է չասիկ թշնամի։ Դե տեսեք, թե Ախներս բերეთ թշնամի չասիկ։ 2008 թվականին ինչ պիտակումներ եք տալիս Վարդան Ղուկասյանին մեջբերում։ Դե որ չեն կանգնեցնում ժամանակին նման լկտի, խարդախ, խափեբա, սրիկա, կեղծ հավատացյալ, կեղծ բարեպաշտ, ամեն տեսակի անառակության մեջ եղող մարդուն 3-րդ, 4-րդ անգամը ընտրվում։ Հիմա ուզում եք sense մարդը նորից ընտրվի։ Ուրեմն այդ բոլոր մեջբերումները վերցրել ես տարբեր տեղերից։ Տարբեր առիթներով, տարբեր իրավիճակներում ասածները բերե կպցրել ես իրար։ Դուք չեք ասել այդպես բառեր։ Ասել եմ, բայց ոչ թե դենց իրար հետևից շարելով։ Հիմա ուզում եք sense մարդը ընտրվի։ Այդ մարդը կարող է ուղղվել է։ Կարող է ուղղվել։ Հաշուշտ, ուղղվելու հնարավորությունը բացառում եք։ Մի ուրիշ առիթով։ Մենք ամենից շատ ենք հավատում մարդու ուղղվելու։ Բայց նա որ նայում եք ուղղվել է։ Այո, իհարկե։ Մեծ փոփոխություն կա 40-ամյա, 30-ամյա Վարդան Ղուկասյանի եւ 60-ամյա Վարդան Ղուկասյանի միջեւ։ Շատ մեծ,
իմ 30-ամյա, 40-ամյա Միքայել Սրբազանի եւ 60-ամյա Միքայել Սրբազանի մեջ Դուք չեք փոխվում։ Այդ քեզ է թվում։ Բայց մի հատ ուրիշ միտք էլ եք ասել, ասում եք, երբ որ այս մարդը ասում է բարի լույս, այդտեղ էլ ասում։ Այո, այդ ժամանակ այդպես էր։ Այո, այդ ժամանակ հավատացել եմ եւ համոզված եմ եղել, որ այդպես էր։ Լավ, մի փորձեք էլի, կարծես թե ինձ մոտ քաղաքական ոչ մի շարժարիտ չկա։ Ոչ մի քաղաքական շարժարիտ չկա։ Լավ։ Այն ժամանակ այո, պայքարել եմ այն արադների դեմ եւ եղել եմ ամենաբուրըն պայքարողը, կարող եմ ասել միակ պայքարողը, հա, որովհետեւ այն ժամանակվա ընդհանուր թողտվության պայմաններում, իշխանության թողտվության պայմաններում ուրիշ բանել եմ ասել։ Ասել եմ, որ Հայաստանում կա դեմոկրատական ֆեոդալիզմ, ասել եմ։ Հա, ուրեմն թույլ են տալիս ընտրելու իրենց ֆեոդալներին, ով ընտրվում է դառնում է ֆեոդալ, սա էլ եմ ասել։ Եվ ուրեմն Վարդան Ղուկասյանն այն ժամանակ եղել է դեմոկրատական ֆեոդալիզմի կարկառում ներկայացուցիչ Գյումրիում։ Ես պայքարել եմ այդ դեմոկրատական ֆեոդալիզմի դեմ եւ լավ եմ արել։ Սրբազան, տեսեք, ԿՊ-ի հետ ինչքան որ խնդիրներ ունենա, ԿՊ-ն իր բոլոր թերություններով հանդերձ, բայց ԿՊ-ն եկեղեցուց հողատարած չի փորձել խլել։ Իսկ ով է փորձել խլել։ Վարդան Ղուկասյանը։ Հայորդաստան տարածքը։ Իր տվածը ուզեցել է հետ վերցնել իր հասկացողությամբ։ Իր տվածը չէ, պաշտպանության նախարարության տված։ Ես եմ ասում, ես եմ պատասխանել։ Ես ասի իր հասկացողությամբ իր տվածը։ Ինքը կարծել է, որ ինքն է տվել, հա։ Ինքն էլ կարծել է, որ իրավունք ունի մի մասը հետ վերցնելու։ Չես լսում եմ ինչ եմ ասում։ Լսում եմ։ Բայց փորձել է, չէ՞, իսկ ԿՊ-ն տես բաներ չի փորձում անում։ Ով ասել չի փորձում։ Այդ քեզ է թվում։ Հիմա մեկ պետք է բարձրաձայնեք նաև այդ փորձերը, ուզում ես կբարձրաձայնենք, ժամանակը կգա կբարձրաձայնենք։ Գնա բաց եւ նայիր։ ԿՊ-ն չի փորձել։ ԿՊ-ն քան նույնիսկ վանքի սեփականաշնորհման բան հարցում խնդրահարույց է Արեգաձոտնի թեմում։ Վանքի եկեղեցական շենքի սեփականաշնորհման նկատմամբ հա պրոբլեմ է ստեղծում թե այս ինչ անօրինական կերպով եկեղեցու շենքը տրվել է եկեղեցուն եկեղեցու շենքը ուրեմն կարող է անօրինական տրվել եկեղեցուն ԿՊ-ի օրոք մի ուրիշ անես որ մի համեմատեք մի ուրիշ մեջբերում էլ դուք եք ասում այո ասա 2008 թիվ ինչ հաջելի է հիշել դուք տեղյակ չեք թե ինչ փորձությունների միջով եմ անցել այս 9 տարիների ընթացքում ինչ տիտանական համբերություն եմ ունեցել դիմադրելու բոլոր սադրանքներին 9 տարի փորձել է վարկաբեկել ինձ կոմպրոմատներ գտնել նրա օրոք քաղաքապետարան առաջնորդարան կապը խզված է եղել քաղաքապետը քաջալերում էր աղանդավորական շարժումներին նրանց տարածքներ էր տալիս եկեղեցուն տարածքներ չէր տալիս 9 տարիների ընթացքում թեմի առաջնորդի նամակների 95%-ին է արձագանքել եւ ընդհանուր առմամբ քաղաքապետը փորձում էր ձեզ, այսինքն թեմի առաջնորդներին դարձնել իր հլու հնազանդ կամակատարը եւ չէր հաշտվում ձեր ինքնուրույն գործելավոճի հետ։ Հիմա այսինքն ուզում եք նորից ինքը քաղաքապետ դառնալ եւ ես ուզում եք։ Տղա ջան, ես չեմ ուզել։ Ժողովուրդն է քվե տվել, ես եմ ուզել։ Ինչ է նշանակում։ Ես պաշտպանում եմ ընդհանուր ընդդիմությանը։ Ընդդիմության մեջ դա է Վարդան Ղուկասյանն է։ Քանի որ Վարդան Ղուկասյան ընդդիմության մեջ է, ըստ քեզ ես պետք ասեմ, քանի որ Վարդան Ղուկասյան ընդդիմության մեջ է, ես ընդդիմադիր չեմ։ Բա մարդկային որակներ է, այսինքն դուք հավաքական ընդդիմությանը սատարում եք, բայց թքած մարդկային որակների վրա։ Որ մարդկային որակների վրա։ Այսինքն ընդդիմության Ես քեզ ասում եմ, որ այսօր 60-ամյա Վարդան Ղուկասյանը նույն Վարդան Ղուկասյանը չէ, ինչ որ 20 տարի առաջ, ինչ որ 15 տարի առաջ։ Այսինքն հիմա որ գա դառնա քաղաքապետը նույնը չի անելու։ Նույնը չի անելու, իհարկե չի անելու, որովհետև ինքը կարծում եմ համոզված է, որ հասկացել է, որ այդ ինձ ձեռով չի կարելի։ Առավել ևս չի կարելի ինձ հետ, որովհետև ես էլ մի բարի պտուղ չեմ։ Հիմա ես ուրիշ անգամներ, եթե լավ ուսումնասիրել ես իմ ելույթները, ես առաջի տարիներին, առաջի 9 տարին այդտեղ որ ասում եմ, համբերությունս արդեն սպառվել է։ 2008 թվի մասին է, որ ինքն էլ է խոսում, Վարդան Ղուկասյանն էլ է խոսում, որ 2008 թվին Սրբազանը կառավարությամբ էր զբաղվում, սխալ բան արեց իմ դեմ եւ այլն, ասում է։ Ինքն էլ իր կարծիքն է հայտնում, իրավունք ունի։ Հիմա, եթե մինչև 2008 թվի իմ հայտարարությունները տեսնես, միշտ սադրում եք ձեզ այն ժամանակի լրագրողներ, ինչպես են ձեր հարաբերությունները, ես միշտ ասել եմ, մեր բնավորությունները անհամատեղելի են։ Որովհետև ինքը իր բնավորությամբ իր
թաղի մտածելակերպի համապատասխան լիդերը, անուրանալի լիդեր է, հա։ Ես էլ եմ լիդեր։ Ես էլ իմ ասպարեզում եմ լիդեր, չուզենալով ուրիշ ասպարեզներ մտնել, բայց լիդեր եմ։ Եվ մեր բնավորությունները եղեն անհամատեղելի։ Դուք եթե մի քիչ օբյեկտիվություն ունենայիք, նաև այդ 9 տարիների կամ 13 տարիների դրական ասածները սկսեիք իր հասցեին։ Օրինակ ես այդ բոլոր տարիներին ասել եմ ամենափրկիչի շինարարությունը իրեն ենք պարտական։ Այդ տարիներին եմ ասել։ Նույն այդ տարիներին ասել եմ, որ ինքը իդեալական քաղաքապետ կլիներ, եթե այս թերությունները չունենար։ Իդեալական քաղաքապետ կլիներ, ասել եմ։ Բայց դա այդ բաները դուք չեք վերցնում։ Դուք վերցնում եք այն, ինչ որ ես ասել եմ, ասենք նախընտրական շրջանում, իբրև նախընտրական քարոզչություն, այո հիմնական նպատակ ունենալու, որպես ինքը 2008 թվականին չվերընտրվի։ Որովհետև իրոք 9 տարի ինձ համար եղել է դա ծանր տարիներ։ Ով հաղթեց Սրբազան վերջում։ Երկու լիդերների Ես երբևիցե լսել ես, որ 2012 թվականին, երբ որ ինքը այլևս հեռացավ քաղաքապետությունից, ես ասեմ, ես հաղթեցի։ Եղել է այդպիսի բան։ Չէ։ Ուրեմն ես իրականության մեջ կարող էի ասել, որ հաղթեցի, ինքը հեռացավ, ես մնացի։ Չէ, ինքը ուզում էր ինձ հեռացնել, ես ուզում էի իրեն հեռացնել, անհետ չի որ ինքը չէր ուզում ինձ հեռացնել։ Դες ինչը փրկեց, որ մնայեք այս կարգավիճակում, չէ, ինքը ստորագրավակ էր անում մայրաթորի հետ կապերով, հանրապետականի հետ կապերով ուզում էր ձեզ հեռացնել։ Առաջին ստորագրողը չեղավ։ Ոչ ոք չհամաձայնվեց առաջին ստորագրել։ Ահագին մարդ ձեզ աջակցեց այդ ժամանակ։ Այո, հիմա էլ են աջակցում, վաղն էլ կաջակցեն։ Ահագին մարդ էլ ընդհանրակարգը իրեն էլ աջակցում, ասում են Սրբազանը սխալ է։ Այո։ Բայց ինչը ձեզ պահեց այս կարգավիճակում, ոնց եղավ որ կարգալույս չեղաք, կարեք, չէ՞ լինեք այն ժամանակ խոսակցություններ էր գնում։ Ինչի համար դի կարգալույս լինեի։ Ինչ է յարել որ կարգալույս լինի։ Աշխարհիկ իշխանություններին քննադատել։ Լավ է, մարիլ հիմա էլ եմ քննադատում։ Միշտ եմ քննադատել։ Երբ որ սովետական ժամանակներին ծնված լինեիր, տեսնեիր որ սովետական ժամանակներում էլ սովետական իշխանություններին էի քննադատում։ Վեհապարը ոնց է նայում այս ձեր կեսվածքին։ Շատ է նորմալ է նայում։ Ողջունում, հա։ Երբեմն ողջունում է ըստ սիտուացիայի, երբեմն չի ողջունում ըստ սիտուացիայի։ Իդեպ վեհապարի հետ եպիսկոպոսների կապը ոնց է տեղի ունենում։ Օրինակ աշխարհիկ իշխանությունները իրար հետ WhatsApp-ով են շփվում։ Դուք ոնց եք շփվում։ Քեզ ինչ ոնց է տեն։ WhatsApp-ով եք շփվում։ WhatsApp-ով ենք շփվում բոլոր տեխնոլոգիական միջոցներով եւ առանց տեխնոլոգիական միջոցների, բայց հիմնականում կենտանի շփումով։ Կենտանի շփումով։ Մենք մի ընտանիք ենք, տղա ջան։ Հոգեվորականները մի ընտանիք են։ Այն նախարարների պես չեն, այսօր Պողոսն է նախարար, մյուսօրը Մարգոսը։ Մենք մի մտնում ենք այդ ասպարեզ, ցմա, եթե կարգալույց կամ կարգաթող չենք լինում, հա, ցմա ընտանիքի անդամ ենք։ Մեր ընտանեկան հարաբերություններ են։ Սրբազան արդեն ավելի քան 40 տարի հոգևոր ծառայության մեջ եք։ Եվ ինձ հետաքրքիր է ձեր ծառայության ամենաբարդ շրջանը, ամենաբարդ պահը, որն է եղել ամենավճռորոշ։ 40 չի, այս տարի կլրանա 50-ը։ Ասեցի ավելի քան 40։ Ես հոգևոր ծառայության մեջ եմ 75 թվականից, 1975 թվականից, 12 տարեկանից։ Ուղղակի քանի որ 12 տարեկանում, 14 տարեկանում, 16 տարեկանում հնարավոր չէր ճեմարան ընդունվել, միջնակարգ դպրոց ավարտել եմ եւ նոր 18 տարեկանում ընդունվել եմ ճեմարան։ 81 թվականը։ Բայց իմ հոգևոր կենսագրությունը սկսվում է շատ ավելի վաղ, 1975-ից։ Իսկ ամենաբարդ պահը որն է եղել այս 50 տարիների ընթացքում, կես դարվա տարիա ընթացքում։ Չեմ ունեցել բարդ, կամ բոլորն էլ բարդ են եղել։ Վճռորոշ պահեր չեն եղել, որ առանձնանում են։ Չէի առանձնացնի ոչ մի բան, հեսա դուք։ Գիտեք, հոգևոր ասպարեզը ամենուրեք բարդ է եւ ամենուրեք հեշտ է։ Եթե լուրջի ես առնում, քո ծառայությունը ամենուրեք բարդ է։
Եթե թեթև ես վերցնում քո ծառայությունը, ամեն օր եք հեշտ է։ Դուք թեթև եք վերցնում։ Երևի։ Սրբազան նայելով ձեր կենսագրությունը, հետևելով ձեր հռետորաբանությանը, կեցվածքին, աչքի եք ընկնում լիդերի ունակություններով։ Այսինքն դուք շատ հանգիստ կարող եք քաղաքական, պետական գործունեությամբ զբաղվել, կուսակցական գործունեությամբ սովետի ժամանակ, կարող եք գիտնական դառնալ։ Ինչու՞ է սովետի այդ ամենալավ շրջանում, այսպես ասենք, երբ որ Պերեստրոյկայի հոտը չէր գալիս, սովետի փլուզման մասին որևէ մեկը չէր կարող մտածել, գնացիք ու հոգևորական դարձաք, ընդունվեցիք ճեմարան։ Ուրեմն դրա հեղինակը ես չեմ։ Դրա հեղինակը Տերն է, ով ինձ տարավ այդ ուղղությամբ։ Ես մինչև 12 տարեկանը սովորական սովետական երեխայի սովետական երեխայի բոլոր ուրեմն հատկություններով եւ անակնկալ կերպով ինձ համար անակնկալ 12 տարեկանում ինչ-որ բան փոխվեց իմ մեջ։ Ես հասկացա, որ սովետական միությունը սխալ ուղղության վրա է։ Եվ ես չեմ դրա հեղինակը։ Աստված։ Իսկ ահա նաև պակաս դերակատարություն չի ունեցել ձեր ծագումը։ Ծագումը վստահաբար դերակատարություն ունեցել է, բայց 12 տարեկանում երբ ես ընտրել եմ այս ճանապարհը, ես ամբողջական գիտակցությունը չունեի իմ ծագման։ Ես ուզում հիշեցնել, որ դուք ձեզ չէ, դուք գիտեք մեզ նայողներին, որ դուք Հեթումյան արքայատողից եք եւ սերում եք Հովհաննես արքայի եղբորից։ Հիմա ով է դրան կարևորություն տալիս։ Ես մեր հետևորդները եւ դա դերակատարություն, այդ գիտակցումը ձեր հետ կար, երբ որ հոգեվորական եք դառնում, չէ՞ որ դուք աջապահյաններ եք եւ ազգանունը արդեն իսկ ենթադրում է առաքելություն։ Ուրեմն 12 տարեկանում, երբ որ ես գնացի եկեղեցի, ես գիտեի, որ ես աջապահյան եմ, բայց աջապահյանների արժեքը կամ ծանրությունը չէի գիտակցում ամբողջովին։ Եվ ես եկեղեցում էր, որ սովորեցի, թե որտեղից եմ ծագում։ Երբ որ մտա եկեղեցի եւ ներկայացա իբրև աջապահյան Գերդաստանի մի համեստ զավակ փոքր երեխա 12 տարեկան եւ տեսա թե ինչ արձագանք ունեցան հոգեվորականները, հասուն հոգեվորականները իմ ազգանունը լսելուց։ Հա, այդ ժամանակ է որ գիտակցությունս արթնացավ, որ փաստորեն ես այնտեղ եմ, ուր որ պետք է լինեմ։ Իսկ դուք գիտեք, որ հայոց գահի հավակնորդ եք դուք։ Ես հայոց գահի հավակնություն չունեմ, որովհետեւ ես ավակ եղբայր ունեմ։ Ավակ եղբայր։ Իդեպ դուք եւ ավակ եղբայրը ունեք նաեւ մրցակից, որը ապրում է Շվեյցարիայում։ Սավոյան ընտանիքից Կիլիկյան գահը փոխանցվել է իրենց Իտալիայի նախկին թագավորներին։ Թող իրենց լինի, ես ինչ խնդիր ունեմ, ես գահի նկատմամբ հավակնություն չունեմ։ Բայց սրբազան չէ՞ կարծում որ ճիշտ կլիներ որ Հայաստանը սահմանադրական միապետություն ուներ։ Ես ինքս մոնարխիստ եմ, ամեն ինչով մոնարխիստ եմ, բայց այդ չի նշանակում որ մոնարխիստ եմ այն պատճառով որ ես հավակնորդ եմ։ Ես անձամբ հավակնորդ չեմ։ Ես սքեմ եմ հակել, հետևաբար հրաժարված եմ որևիցե աշխարհիկ գահից, բայց ես ինքս մոնարխիստ եմ, այդ մասին բազմաթիվ անգամներ ասել եմ։ Ես դեմոկրատ չեմ, բայց վարկով դեմոկրատ եմ։ Ես իմ համոզմունքով դեմոկրատ չեմ, բայց վարկով ավելի դեմոկրատ եմ, քան իրենց դեմոկրատ հռչակազները։ Ձեր կենսագրության մեջ դրվագ է, երբ որ դուք այն ամենաթեժ բանը լրատվամիջոցի թասիբին եք կանգնել, գալա լրատվամիջոցի մասին է, չէ՞ կարա դուք դեմոկրատ չլինեք։ Հա, ես ասում եմ, վարկով դեմոկրատ եմ, այո, վարկով։ Սրբազան 1989 թվականին շարունակումը Գանձասարում Վանահայ։ 89, այո։ Ես կարդացել եմ, ամոթ գիշեր ձեր կենսագրությունն եմ կարդացել։ Դա ինչ միջավայր էր, ուր եք դուք գնացել Գանձասար, դա սովետական Ադրբեջան էր։ Գիտես, հիմա շատ ցավալի բան է շոշափում։ Նախկինում, երբ որ ինձ հիշեցնում էին ինձ Արցախում ծառայած տարիներս, ես հաբարտություն էի ապրում եւ կուրծքս ուռում էր, լավ էի զգում ինձ։
Հիմա ես այդ հբարդությունը չեմ ապրում եւ հիմա ցավով եմ հիշում։ Ոչ թե զղջում եմ այդ տարիների համար, սխալ չհասկանալ։ Այն ցավով եմ հիշում, որովհետեւ այսօր Արցախը չկա եւ իմ ծառայությունը, ինչպես նաեւ բոլոր զինվորների, հերոսների թափածարյունը զրոյացված է։ Հետևաբար այսօր ինչ-որ հիշողություններ պատմել Արցախից, իմ Արցախի ծառայությունից աննպատակ եմ համարում, ինչպես կարճ շրջափուլ ա եղել։ Այո, 2 տարի, ոչ լրիվ 2 տարի։ Ես գնացել էի երկար մնալու անշուշտ, այնպես չէ որ կարճաժամկետ ծառայության էի մեկնել։ Բայց դա ինչ էր, Արցախ էր, սովետական Ադրբեջանում հայկական համայնք էր, ինչ էր, դուք ուր եք գնացել, դա է հետաքրքիր։ Շարժումը այնտեղ զգացվում էր։ Այնտեղ շարժումը զգացվում էր, բայց տարբերությունը շատ մեծ էր։ Հայաստանաբնակ ժողովրդի եւ Արցախաբնակ ժողովրդի տարբերությունը շատ մեծ էր։ Հոգեբանության իմաստով, աշխարհայացքի իմաստով, դեպի լավը, վարքի իմաստով, դեպի լավի համար չեմ ասում, տարբերության մասն եմ խոսում, լավի ու վատի հարց չեմ դնում, ասում եմ տարբեր։ Եկեղեցին իսպար բացակա էր մինչև 1989 թիվ։ Գանձասարում։ Այո, ամենտեղ ամբողջ Արցախում ոչ մի գործող եկեղեցի չի եղել սովետական տարիներին 1930 թվականից։ Այսինքն մոտ 60 տարի ոչ մի եկեղեցագանի գրեթե չէին տեսել։ Եվ հանգարց ասենք Գանձասարում, Վանք գյուղում տեսնում էին եկեղեցական 26 տարեկան երիտասարդ առանց որևիցե սպիտակ մասի, իրենց համար գլխավոր գայթակղությունն այն էր, որ քահանան երիտասարդ։ Եվ սիմպաթիչն է։ Չէ, հա, ես երբեք Դե լավ։ Երբեք այդ բանը չեմ ունեցել։ Դրա համար դժվար էր, դրա համար հեշտ չէր։ Բայց շատ հետո որ տարիներ հետո հիշում էի, ինձ համար ամենահաճելի տարիներից էին Արցախում ծառայած։ Բայց ինչի վերադարձար։ Որտեղ Վազգեն Վեհափարը այդպես գտավ հարմար հետ կանչեց, որպեսզի նորաստեղծ քրիստոնեական քարոզչության կենտրոնում ես իմ ծառայությունը բերեի, որովհետև սովետական միությունը քանդվեց, հնարավորություն բացվեց քարոզչություն իրականացնելու։ Եվ մի խումբ վարդապետների Վազգեն Վեհափարը հրավիրեց Մայրաթոր քրիստոնեական քարոզչության կենտրոն ստեղծելով, ես այնտեղ ամենաերիտասարդն էի։ Այսինքն այդ հայորդաստների հիմքում Չէ, ժամանակ հայորդաստների չէին, այն ժամանակ Կիրակնորիա դպրոցների ուսուցիչների պատրաստության ծրագրեր, լայնամասշտաբ քարոզչություն շրջաններում, թերթոնների տպագրություն, թերթերում հոդվածներ, հեռուստատեսությամբ, ուրեմն զրույցներ, հարցազրույցներ, տարբեր ուսումնական հաստատություններում ուրեմն դասեր, դասաժամեր, այդ էր։ Բայց դա էլ երկար չտևեց, հետո արդեն ճեմարանում փող տեսու եւ այլն եւ այդպես։ Դու առաջնորդում եք այդ էկումենիկ ներգրավվածությունը էկումենիկ շարժման մեջ։ Եղել եմ մոտ 2-ից 4 տարի եղել եմ այդ էկումենիկ 95-ից 97 իբրև ուսանող նաև 97-ից 99 նաև իբրև պատասխանատու։ Իդեպ դուք հավատում եք էկումենիկ շարժման արդյունավետության արդյոք եկեղեցիները կարողանան դավանաբանական հարցերը մի կողմ դնել եւ նորից վերամիավորվել որպես ընդհանրական եկեղեցի։ Իբրև նպատակ միություն, ոչ, չեմ հավատում։ Բայց իբրև համագործակցություն, այո, հավատում եմ։ Որ այո, եկեղեցիները կարող են համագործակցել ցանկացած հարցում ընդհանուր նպատակի համար, բայց այն նախնական առաքելական շրջանի միությունը ապահովել այլևս անհնարին է։ Այսինքն միությունը էլ հնարավոր չի։ Վարչական միություն այո, անհնարին։ Իդեպ Սրբազան ձեր նախնիները հետմյան արքաները առաջնորդում են միարարական շարժումը հանդես են գալիս եկեղեցիների միության շատ լավ էին անում։ Այն ժամանակ քաղաքական իրավիճակը նպաստում էր դրան,
Ուրեմն եւ այդ արքաներն էլ մտածում էին, որ միությամբ Հայաստանը կուժեղանա։ Եվ օգնություն էին ակնկալում Արևմուտքից, Ֆրանսիայից, Պապական ՆԱՏՕ-ից, Անգլիայից։ Իրենց նպատակը բարի էր։ Բայց իրենք ռոմանտիկ էին։ Դեպ հիմա էլ ենք Արևմուտքից օգնություն ակնկալում։ Հիմա էլ ենք ռոմանտիկ։ Իրավիճակները հիմա էլ ենք ռոմանտիկ։ Սրբազան, լավ, դուք աշխատել եք 3 կաթողիկոսների հետ։ Վազգեն Վեհապարի, Գարեգին առաջինի եւ Գարեգին երկրորդի։ Ով է, ում հետ է ավելի արդյունավետ աշխատել։ Բոլորի հետ էլ արդյունավետ էր։ 3 վեհապարներն էլ բացարձակապես միմյանցից տարբեր են, բայց այդ չի նշանակում, որ մեկը լավն է, մյուսը վատն է, մյուսը։ Իսկ ով ավելի նշանավոր։ Օրինակ, մեր ժողովրդական ընկալումներում ամենանշանավորը Վազգեն Վեհապարն է։ Գարեգին առաջինը մնացել է որպես անհայտ կերպար, այս վերջերս իր հռետորական կադրերն են իր հետ եկել, նոր մարդիկ սկսում են ճանաչել։ Իսկ Գարեգին երկրորդի հետ կապված կա բացասական վերաբերմունք։ Ուրեմն այդպես չէ։ Ինչ որ ասում եք, ձեր վերջին ասածից ուրեմն անդրադառնամ։ Մեր սիրելի ժողովուրդը բոլոր կենթանի կաթողիկոսների նկատմամբ ունեցել է բացասական վերաբերմունք։ Վազգեն Վեհապարի հետ։ Այո։ Դուք այն ժամանակ չկայիք, որ հիշեք։ Չկայի։ Հա։ Ուրեմն բոլոր կաթողիկոսներին էլ իրենց կենթանության օրոք քննադատել է, ասել է, ասեկոսեներ է հյուսել եւ այլն, նույն Վազգեն Վեհապարի օրոք, Վազգեն Վեհապարի մասին, Գարեգին առաջին Վեհապարի օրոք, Գարեգին առաջինի մասին, հիմա էլ Գարեգին երկրորդ Վեհապարի հերթն է իր մասին։ Արդարացված։ Ոչ մեկը արդարացված։ Այսինքն ոչ մեկ անսխալական են։ Անսխալական չեն։ Մենք անսխալականության դոգմա չունենք։ Կաթոլիկները։ Դա կաթոլիկները։ Բայց դուք էլ որևէ քննադատություն չեք ընկալում։ Ես ինչու չեմ ընդրում։ Ես ինքս կաթողիկոսների քննադատող եմ եղել, եւ ուրիշ անգամներ էլ ասել եմ, որ անհամաձայնությունը եւ անհնազանդությունը զադորոշել է պետք։ Ես բոլոր վեհապարներին էլ, Վազգեն Վեհապարին էլ, թեև շատ երիտասարդ էի եւ հանդգնություն էր անհամաձայնություն արտահայտելը Վազգեն Վեհապարի կապ չունի ինչի շուտ։ Վազգեն Վեհապարի հետ անհամաձայնությունը հայտնելը հանդգնություններ, այսօրվա տարիների հեռավորությունից որ նայում եմ, հասկանում եմ, որ ուղղակի հանդուգն երիտասարդ եմ եղել, բայց այն ժամանակ էլ եմ անհամաձայնություն հայտնել, Գարեգին առաջինի օրոք էլ եմ անհամաձայնություն հայտնել, Գարեգին երկրորդ Վեհապարին էլ եմ անհամաձայնություն հայտնել, բայց անհնազանդ չեմ եղել ոչ մի դրվագում։ Ոչ մի դրվագում։ Որ նայում ենք ձեր կենսագրությունը, ոնց որ թե ավելի բարենպաստ իրավիճակում եղել է Գարեգին առաջինի օրոք։ Նաև հնարավորություն կար այդ ժամանակ լինել նրա տեղապահը, երբ որ արդեն հիվանդ էիք։ Նաև խոսակցություն կար, որ կարող եք հենց դուք լինեք հաջորդ կաթողիկոսը։ Դրանք հեքիաթներ են։ Ես տեղապահ չեմ եղել։ Բայց պետք կարող եք լինել, մամուլը գրել է դրա մասին։ Հա, գրել է, առավոտը գրեց եւ գրեց անհիմն։ Առավոտն է գրել եւ գրել է անհիմն, որովհետեւ ես այն ժամանակ վարդապետ էի, ծայրագույն վարդապետ էի։ Ծայրագույն վարդապետը նույնիսկ տեսականորեն տեղապահ լինել չի կարող։ Դե արագի մեջ եպիսկոպոս կտայի։ Ոչ, Վեհապարը արդեն հիվանդ էր, ո՞ց կստանայի ես եպիսկոպոս։ Ուրեմն դրանք բոլորը եկեղեցագիտությունից հեռու, եկեղեցուց հեռու եղող մարդկանց խոսքեր եւ արտահայտություններ են եղել։ Այո, ես կարևոր մարդ եմ եղել Գարեգին առաջին Վեհապարի օրոք։ Եղել եմ իր անմիջական, օգնական, գործակիցը, լծակիցը, բայց դա չի նշանակում, որ ես հաջորդի տեխնացուի չէի էլ կարող լինել։ Ոչ իմ տարիքի բերումով, ընդամենը 35-36 տարեկան, ոչ իմ տարիքի բերումով, ոչ իմ աստիճանի եւ հանգամանքի։ Չէի ուզի 35 տարեկան։ Չէ, ընդհանրապես։ Ինչ։ Ամբողջ ընթացքում կաթողիկոս դառնալ։ Ես հիմա էլ ցանկություն չունեմ կաթողիկոս դառնալ։ Ես իմ կարծիքը, հա, հայտնի։ Օրինակ ինձ թվում է, որ դուք ձեր հնարավորությունների եւ իմացությունների կեսին եք օգտագործում եւ ավելին կարող եք անել, քան հիմա անում եք։ Ուրեմն, երբ որ եկեղեցական ես դառնում, դու դառնում ես իբրև մահապարտ։ Սրբազան լավ, գալով նորից Վարդան Ղուկասյանին, անցյալը դնենք մի կողմ։ Թեմա չունի։ Անցյալը դնենք մի կողմ։ Դուք ձեր բերանով ասացիք, որ ինքը տղայական հարաբերություններում լիդեր է, բայց արդյոք Հայաստանի Հանրապետությանը պետք է Տղաչան, եթե ասել եմ ես ասել եմ, հիմա տես
Ղեկավար, որը փողոցային կարգուկանոնով ապրում։ Դեմոկրատիան է դա, բայց դեմոկրատիան ես դրա համար ասել եմ, ես դեմոկրատիայի դեմ եմ։ Ես ասել եմ, որ որովհետև այստեղ օխլոկրատիա է, քանի անգամ եմ ասել Հայաստանում, օխլոկրատիա է, անգիդագից մասսան է, որ ընտրություն է կատարում, անգիդագից մասսայի քվեն է մեծավ մասամբ շահում։ Ինչ է դուք համաձայնվում եք։ Ինչ անեմ չհամաձայնվեմ, ձեր երկիրը, ձեր դեմոկրատիան, ինչ անեմ չհամ, 9 տարի, 12 տարի չեմ համաձայնվել, հիմա բերել եք 30 Չեմ համաձայնվել ժամանակի, սխալ եմ եղել, հիմա համաձայնվում եմ, էլի սխալ եմ, հիմա որտեղ եմ սխալ։ Մտ իմանանք։ Համաձայնվելիս եմ սխալ, չհամաձայնվելիս եմ սխալ։ Ձեր երկիրը, ձեր դեմոկրատիան, ձեր ժողովուրդը, ձեր ժողովրդի քվեն։ Նաև ձեր երկիրը։ Հա իմ երկիրը։ Բայց դրա համար էլ ես իբրև եկեղեցական ստիպված եմ հանդուրժելու այն իշխանությանը, որը մեր գլխին կփաթաթեք դուք։ Բայց երբեմն էլ արդեն համբերությունը հադում է, ասում ենք, որ թագավորը մերգ է։ Հիմա Աստված մի արածցե։ Չեմ հավատում, չեմ ուզում հավատալ, հա? Աստված մի արածցե։ Եթե էլի Վարդան Ղուկասյանը վերադառնա իր նախկին վիճակին, էլի պետք է խոսամ, էլի պետք է քննադատեմ։ Ինչ պետք է անեմ։ Իսկ Պետք է ծափահարեմ։ Սարիկ Մինասյանի հետ կաշխատեք։ Աշխատում էի, երբ որ ժամանակավոր պաշտոնակատար էր։ Աշխատում էի։ Ես այս մարզպետների հետ եմ պատրաստ եղել աշխատելու։ Բայց իրենք ցանկություն չունեն, իրենք են վախենում իրենց վերադասից, որ իրենք ինձ հենց բարև տան, այնտեղից WhatsApp-ով, ինչպես ասում եք, կասի հրաժարական տուր։ Այլապես կայսրինը կայսեր, Աստծուն մենք շատ լավ գիտենք, որտեղ պետք է քննադատվի կայսրը, որտեղ պետք է կայսրինը տրվի։ Կայսրինը կայսեր ես չի նշանակում, որ պետք է ասես կայսր դու անսխալական ես։ Նշանակում է, որ հարաբերությունը պետության հետ պետք է լինի կառուցողական եւ քաղաքավարական։ Եվ ըստ անհրաժեշտության երկրի անվտանգության եւ մնացած բոլոր բաների համար։ Բայց երբ որ կայսրը սխալ բան է անում, ինչպես Հովան Ոսկեբերյանը կայսրին էլ էր ասում, կայսրուհուն էլ էր ասում եւ դրանով հադուցեց աքսորով։ Տեսանք ինչ եղավ։ Նույն Հովանես Մգրդիչը ասեց, չէ՞ թագավորին ասեց։ Տեսանք ինչ եղավ, հա, բայց ինչ Մենք մեր կյանքի համար չենք դողում։ Վարդան Ղուկասյանի թեման փակում եմ, ուղղակի ընդհանրապես։ Փակի վերջապես, հերիքա։ Ընդհանրապես մի հատ ցիտատ։ Էլի Վարդան Ղուկասյանի հետ կապված եք ասել, բայց ես ուզում եմ թեման ընդհանրապես ասում եք։ Հիմա ասում եք հավելաբար անհավատ քաղաքապետ ունենամ, քան սրապես հավատացյալ։ Ինչ է կարծում Հայաստանի ղեկավարը պետք է հավատացյալ լինի եւ անպայման առաքելական եկեղեցու հետևորդ։ Եթե հայ է, այո, հայ առաքելական եկեղեցու հետևորդ պետք է լինի։ Եթե դեմոկրատական բանով եւ ըստ անհրաժեշտության, ասենք կարող է լինել ինչ իմանամ, եզդի, ասորի, հույն, քուրդ, թող հետևի իր կրոնին։ Չէ, կոնկրետ ղեկավարության մասին է։ Չի կարա լինի աթեիստ, կաթողիկ եկեղեցու հետևորդ, բողոքական։ Սիրելիս կարող է լինել, որովհետև դեմոկրատական երկիր է, կարող է լինել։ Դու ասում ես իմ ցանկությունն է, ես իրավունք չունեմ ցանկանալ, որ իմ ղեկավարը լինի հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Դա իմ ցանկությունն է, իմ իղձն է, ոչ թե իմ պահանջն է։ Ես ուզում եմ, որ լինի հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Դա ես իրավունք ունեմ ուզելու։ Այդ ուզելու իրավունք էլ չունեմ։ Ունեք, բայց այս ցանկությունը անհանդուրժող է։ Ոչ թե ես ասում եմ պետք է անպայմանորեն օրենքով պետք է ամրագրվի, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ պետք է լինի։ Ուզում եք ամրագրեք, ուզում եք մի ամրագրեցիք շատ ավելի լավ, կծափահարեմ։ Չեք ամրագրի, էլի իմ ցանկությունը կմնա այդ ցանկությունը, որ ես ուզում եմ նախագահ, վարչապետ, ազգային ժողովի պատգամավորներ տեսնել, բացի այն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից, ուզում եմ տեսնել հայ առաքելական եկեղեցու հավատացյալներ։ Շատ բնական ցանկություն է։ Իսկ ո՞նց եք վերաբերվում, որ եկեղեցին կառավարչական ֆունկցիաներ ստանձնի։ Բացարձակ ցանկություն չունի եկեղեցին կառավարչական ֆունկցիաներ ստանձնելու։ Մենք 700 տարի, 700 տարուց ավել այդ կառավարչական ֆունկցիաները ստանձնել ենք, իրականացրել ենք, բավական լավ իրականացրել ենք, շատ ավելի հաջող, քան դուք եք իրականացրել եւ իրականացնում։ Հիմա մենք ցանկություն ունենք եկեղեցական գործերով զբաղվելու։ Նամանավանդ 70 տարի, որ դուք ձեր ձեռքերով կարմիր դրոշով քանդել եք եկեղեցիները, ենթակառույցները եկեղեցական, մենք հիմա
եկեղեցական ենթակառույցները վերականգնելու գործընթացի մեջ ենք։ Հասկանում եք, մենք ցանկություն չունենք pedagogical ֆունկցիաներ իրականացնել։ Քաղաքականության Բայց երբ տեսնում ենք, որ դուք տապալում եք, ասում ենք ստոպ, մի տապալեք։ Եթե չեք կարողանում, թողեք մենք անենք։ նկատում եմ, որ եկեղեցականները քաղաքականություն մոտ գործն Քաղաքական մուտք են գործում ինչ, ես որ քաղաքականության մեջ եմ, ինչ ասում եմ, նախագահությունը տվեք, ինձ թե վարչապետությունը։ Օրինակ դուք Հիմա ես քաղաքապետությունն ասի տվեք, ինձ թե մարզպետությունը։ Չէ, օրինակ դուք ցանկացում եք քաղաքականությամբ զբաղվելու։ Ես ասում եմ մարզպետի բանը ուրեմն կարգավիճակ վերացրեք, մարզպետարանը փակեք, առաջնորդը նաև մարզպետ։ Նկատում եմ, օրինակ դուք մտնեք քաղաքականություն։ Ինչի համար մտնեմ։ Արդեն քաղաքականությունում եմ, մտնեմ ինչ անեմ։ Մտնեմ քաղաքապետ դառնամ։ Մարզպետ դառնամ, վարչապետ Դե դառնամ։ Բագրատ Սեփազյանը ուզում էր վարչապետ դառնալ։ Չէր ուզում դառնալ, իրեն որոշ վայ խորհրդատումներ այդ խորհուրդը տվին։ Շիրակի թեմի առաջնորդ լինելը ձեզ համար աքսոր չի։ Աքսոր չի, կարելի է տնային կալանք համարել, բայց աքսոր համարել։ Դες ոնց թե աքսորել են հերավոր մի պրովինցիա, Հեռավոր չի, սա իմ ծննդավայրն է։ Իմ ծննդավայրն է, ինչպես իմ ծննդավայրը, դրա համար ասում եմ, կարելի է եթե համարել, կարելի է համարել տնային կալանք, բայց աքսոր անհնարին է, որովհետև ես իմ ծննդավայրում եմ, նույնիսկ իմ առաջնորդարանը իմ մանկության թաղում է։ Զանձրալի չի անդադ նույն տեղում լինելը։ Դե մարդկայնորեն, հա, գուցեև, մարդկայնորեն գուցեև, այո։ Այսինքն շատ քիչ եք բացակայել, բանակ եք գնացել ճեմարանում սովելու տարիներին։ 18 տարի բացակայել եմ քաղաքից։ Հետո Գանձասար 18 տարի ընդհանուր քաղաքից բացակայել եմ։ Դա ինչ է նշանակում, որ ասենք 44 տարի է, այո, անցկացրել եմ այս քաղաքում։ 62 տարուց 44-ը ապրել եմ այս քաղաքում։ Հասկացա, բայց մամուլում անդադ տեղեկություններ կան, որ ձեզ սահմանափակել են այստեղ հեռավոր պրովինցիայում, եւ դա պայմանավորված է հատկապես։ Այդ որ մամուլն է այդպիսի բաներ գրել։ Այդպիսի խոսակցություն շատ կար, հիմա ասեմ։ Ձեր մեջ։ Գարինի երկրորդի եւ ձեր լարված հարաբերություններով է բացատրվում եւ նույնիսկ դրանով է բացատրվում օրինակ Արթիկի թեմի հիմնումը։ Ես այդ մասին ասել եմ, արտահայտվել եմ։ Այդ մասին երբ որ Արթիկի թեմը հիմնվեց, որոշ լրագրողներ վազելով եկան, ասին սա հալածանք է, ես ասի չէ, ընդհակառակը խրախուսանք է։ Այդ ձեր ձեռքից տարան ձեր ազդեցության գոտին։ Ինչ է նշանակում ազդեցության գոտի։ Ինչ որ մի օր պետք է տանեն, որ մենք հավետ չենք մնալու այստեղ։ Բայց արդյոք տրամաբանական է այդպես փոքրիկ թեմ ունենալ մեծ թեմի հարևանությամբ։ Դա մեր որոշելիք հարցը չի։ Ինձ համար էլ շատ հասկանալի չի, բայց վեհապարը որոշել է ստեղծել է։ Այսինքն ձեր ձեռքից տալ են, որ քիչ լիազորություններ ունենալ։ Քիչ լիազորությունը ո՞րն է։ Դե իշքան տարածքը մեծ, այդքան ուժեղ։ Կարող եք էլի Արարատյան թեմի առաջնորդին էլ ասել, որ հա տարան իրենից մասյացոտնի թեմը, թողեցին միայն Երևանը, հետո Արմավիրը անջատեցին նախապես, Գուգարկից Տավուշը անջատեցին, Սյունիքից Վայոց ձորը անջատեցին։ Ինքը եկեղեցին գնում է, երբ որ ուժեղանում է, գնում է տրոհման սկզբունքով, երբ որ միտեղ ուժեղանում է, պետք է տրոհվի։ Եվ ուրեմն երբ որ Արթիկի թեմը առանձնացավ եւ ինձ ասին սա ինչ է նշանակում, ես ասի սա նշանակում է, որ մենք լավագույն թեմն էինք։ Որ կարող էինք ծնունդ տալ մեկ այլ թեմի, ու ամեն թեմ չի կարող ուրիշ թեմ ծնունդ տալ։ Սեփազան, ինչպես բացահայտեցինք, դուք Գարեգին առաջին կաթողիկոսի ամենամտերիմ անձանցից մեկն եք եղել, ծառայեկիցը եւ այլն։ Նա Կիլիկիո կաթողիկոսն էր։ Մինչև ամենայն հայոց կաթողիկոս դառնալը ես ձեր հարցազրույցներից մեկն էի կարդում, հարցազրույց չկներեք, հայտարարություն, ինչ որ սեմինարի եք մասնակցում եւ այսպեսի միտք արտահայտեցիք այնտեղ, որ Սսի կաթողիկոսությունը, Կիլիկիո կաթողիկոսությունը վաղթյուշ պետքա այլևս չլինի, ինչպես որ չկա հաղթամարի հակաթոռ կաթողիկոսությունը եւ այս միտքը ինչ շատ զարմացրեց։ Դա եղել է հեռավոր 2002 թվականին, մինչև այդպես է կարծում։ Իհարկե, այդպես եմ կարծում, հələ ես կիսատ ես ասում։ Ես ասել եմ ինչպես որ չկա նաև Գանձասարի կաթողիկոսությունը։ Գանձասարի կաթողիկոսությունը ավելի երկար պատմություն է ունեցել, քան Ախթամարի։ Բայց գոնե նա հակաթոռ չէր։ Այո, ոչ էլ Ախթամարն է վերջին շրջանում հակաթոռ չի համարվել։
վերջին շրջանի եթե Էջմիածնի օրացույցը բացեք, կտեսնեք, որ օրացույցում գրվում է ամենայն հայոց կաթողիկոսություն իր եպիսկոպոսներով, Կիլիգիո կաթողիկոսություն իր եպիսկոպոսներով, Ախթամարի կաթողիկոսություն իր։ Բայց Օրմանյանը այնուամենայնիվ Ախթամարի մասին գրում է ժամանակը բերել է ժամանակը բերեց, ժամանակը տարավ։ Կիլիգիո կաթողիկոսությունն էլ ժամանակը բերել է, ժամանակը կտանի։ Դուք կարծում եք Լիբանանում, Օդարափերում ինչքան կարող է գոյատևել Կիլիգիո կաթողիկոսությունը 1000 տարի, 1500 տարի։ Հիմա երբ որ ես դա ասել էի, Կիլիգիո միաբաններն էլ հուզվել էին, ես ինչ ասել, փորձել էին ինչ-որ պատասխանել, Արամ Վեհափարը շատ իմաստուն կերպով սաստել էր երիտասարդ միաբաններին, ասել էր խելոք նստեք ձեր տեղը։ Հա։ Ուրեմն պետք չի դա հասկանալ այսօր վաղվա իմաստով։ Բայց ցանկացած տարամաբանող մարդ պետք է մտածել Լիբանանում, Անտիլիասում, քանի 100 տարի կարող է մնալ կաթողիկոսությունը։ 100, 200, 1000։ Այդ հարցը կարելի է լուծել, ոնց որ թե ասում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտքում դա կար։ Ոչ մի բան չկար Լևոն Տեր-Պետրոսյանը։ Գարեգին առաջինը երբ որ դարձավ կաթողիկոս, այնտեղ էլ կաթողիկոս չընտրեին։ Չէ, եթե լիներ, այդպես կլիներ, բայց Լևոնը այնպիսի պայմաններ էր ստեղծել ինքը, որ դա հնարավոր չէր։ Դե դաշնակցության այստեղից արտաքսելով ինքը արտաքսել էր դաշնակցության այստեղ։ Հետևաբար դաշնակցությունը երբեք թույլ չէր տա, որ այնտեղ կաթողիկոս չընտրվի։ Դա դաշնակների կաթողիկոսությունն է, հա։ Դաշնակների կաթողիկոսությունը չի։ Դաշնակները լուրջ այնտեղ խոսք ունեն ընդամենը։ Լավ, մեր եկեղեցին ունի 4 նվիրապետական աթոռ։ Դրանցից 4 չունի, ունի ամենայն հայոց կաթողիկոսություն եւ 3 նվիրապետական աթոռ։ Դուք եք ասում, բայց լավ ենք ասում։ Դուք իշխանություն չունեք մյուս աթոռների վրա, ոչ Սսում իշխանություն։ Ոչ Երուսաղեմում, ոչ Պոլսում։ Ով ասեց չունեք։ Իհարկե։ Ամենայն հայոց կաթողիկոսը կարող է Պոլսի պատրիարքին ինչ-որ բան թելադրել։ Անշուշտ։ Իհարկե։ Ունա կարա Զանգարսի Էրդողանի հետ մի հանդիպի։ Քեզ նման միամիտ չի կաթողիկոսը։ Այդ դու կարող ես այդպեսի բան ասել։ Քո Ուզում ասեմ ինքնավար են, Սրբազան։ Ինքնավարը անկախ չի նշանակում, տղա ջան։ Ուրեմն եկեղեցում գոյություն ունի ավտոկեֆալ հասկացողություն։ Գոյություն ունի ավտոնոմ հասկացողություն։ Ուրեմն Կիլիգիո կաթողիկոսությունը ավտոնոմ կաթողիկոսություն է։ Ավտոնոմ աթոռ է կաթողիկոսական լիազորություններով։ Դա պատրիարքական։ Ուրեմն Երուսաղեմը եւ Պոլիսն էլ աթոռ են պատրիարքական լիազորություններով, բայց բոլորն էլ գործում են ամենայն հայոց կաթողիկոսի գերագույն բարոյական հեղինակության ներքո։ Գերագահությունը ընդունում են չհաշված։ Ուրեմն ընդամենը իրենք բարբերաբար, հա, երբ որ ասենք մի քիչ ուժեղանում են, գերագահություն օգտագործելու փոխարեն օգտագործում են նախամեծար։ Լավ, բայց ես ուրիշ բան եմ ասել, Սրբազան։ Այս աթոռները, հատկապես Սսի կաթողիկոսությունը Լիբանանում, խնդիրներ են լուծում։ Ամեն մեկը իր տեղում։ Մայրաթոռը ավելի գլոբալ հարցեր է լուծում, բայց նրանք տեղում են հարցեր լուծում։ Օրինակ, ինչ պետք է լինի Մերժավ Արևելքի հայկական համայնքների հետ, ընդհանրապես հայկական միջավայրի հետ։ Արդյոք Էջմիածինը կարող է այդ խնդիրները սպասարկել։ Դենց արդյունավետ ոնց որ Արամ կաթողիկոսը հիմա տեղում։ Ինչու՞ շատ լավ կարող է սպասարկել, հարցը դա չի, բայց վատ է որ սպասարկում է։ Մենք չենք ասում որ վատ է որ Կիլիգիո կաթողիկոսությունը ինքը սպասարկում է այդ շրջանները։ Մենք դա ասում ենք վատ է, չէ։ Բայց եթե իրենք չլինեին մայրաթոռը չպետք է կարողանար սպասարկել։ Հիմա Ավստրալիան ու Հնդկաստանով է սպասարկում։ Դե նա հիմա հորիզոնական է կառավարումը, այտենց որոշում կայացնել ավելի բարդ է, երբ որ ուղղայաց մենակ Էջմիածինը թելադրի։ Կիլիգիո կաթողիկոսություն ղեկավարում ով է դեմ։ Մայրաթոռը խնդիր ունի։ Թեմա կռիվա, թեմերի համար կռիվա։ Էջմիածինն ու Սիսը այտենց խնդիր ունեն, չէ՞, ուրեմն թեմերի կռիվը արտար լինելու համար կարող ենք ասել, որ թեմերի կռիվը Ամերիկայում է։ Հա։ Այո։ Բայց թեմերի կռիվը ձեր կռիվն է, ձերոնց ստեղծած կռիվն է, կուսակցությունների եւ աշխարհիկների։ Այն որ պսևդո դեմոկրատական սկզբունքը մտցրել եք եկեղեցի, գրավել եք եկեղեցին ներսից, Գերագույն խորհուրդը նկատում եք, հա։ Չի գերագույն խորհուրդ։ Այն որ դուք բաները պատգամավորական, թեմական պատգամավորական ժողովներն են որոշում թեմերում, ազգային եկեղեցական ժողով ընդհանուր, այս բոլոր բաները որ ներսից եք գրավել եկեղեցին, դուք ինքներդ պատանդ եք վերցրել հոգևորականներին
ինքներդ էլ որոշում եք։ Այնպես որ եկեղեցին վաղուց կմիավորվեր Ամերիկայում, եթե եկեղեցականներին մնացած հարց լիներ։ Այսինքն ամեն ինչի մեղավորը աշխարհիկն է։ Իհարկե դուք եք, իհարկե։ Հոգեորականները ոչինչ Այո, մենք անմեղ ենք։ Իդեպ ամեն ինչում եք ամբողջ պատասխանատվությունը բարթում աշխարհիկ։ Որ ինչի վրա ենք բարթել, ինչն ենք բարթել։ Օրինակ էս միտք եմ լսել։ Հիմա այստեղ Շիրակի թեմում, որտեղ ես ամբողջական իշխանություն եմ եկեղեցու, աշխարհականների վրա եմ բարթում։ Հայաստանում մենք ենք իշխանություն։ Օրինակ Շիրակի թեմում ես եմ իշխանություն։ Ես երբևիցե տեսել ես, որ Շիրակի թեմում ինչ-որ մի անհաջողության համար, ասեմ աշխարհականներն են մեղավոր, մարզպետն ու քաղաքապետն է մեղավոր, եղել է։ Չէ։ Ես եմ իշխանությունը։ Ընդհանուր։ Բայց Ամերիկայում չես կարող ասել, որ առաջնորդն է։ Դու առաջնորդը չի։ Դեմոկրատական համակարգին ինչպես դուք ասեցիք, դուք եք համաձայնվել, չհամաձայնվեք։ Իմ ծնունդից առաջ գրավել եք եկեղեցին, ես մեղավոր չեմ։ Մենք ենք գրավել, թե եկեղեցին է մեզ գրավել։ Ուրեմն դուք ազգային սահմանադրություն կոչվածով Օսմանյան կայսրության ժամանակ 1860-ականներին, այո, երբ որ Օսմանյան կայսրությունը տեսավ դարեր շարունակ, որ ինքը չի կարողանում վերահսկել եկեղեցին, եկեղեցականների միջոցով, ուրեմն նույն հայ ազգայինների ձեռքով, որտեղ հայ ազգայինները գնում էին Օսմանյան կայսր սուլտանի մոտ, ասում են մի բան արա, այս եկեղեցին մեզ լսի, մեր իշխանության ենթարկվի, եւ ուրեմն Օսմանյան սուլտանն էլ ազգային սահմանադրությունը մտցրեց, որով այն ժամանակվա ջոչերին, ազգային ջոչերին իրավունք տվեց տնօրինելու եկեղեցական։ Մինչև հիմա այդպես է։ Մինչև հիմա ազգային սահմանադրությամբ եք առաջնորդվում դուք արտասահմանում։ Սուլտանի սահմանադրությամբ։ Այո։ Մինչև հիմա։ Սպասան, ասած մա։ Եվ այդպես վերահսկել կարողացավ եկեղեցին։ Իդեպ Բագրատ Սրբազանն ինչի տապալվեց Սրբազան, որովհետեւ ասել եմ էլ քանի անգամ ասել։ Չէ, ես հարցս շատ կոնկրետ է։ Պետք է գրացումն ասիմ ասած։ Սա արդեն չեմ գրել, սա դնենք մի կողմ, արդեն գալիս ենք խոսակցության։ Արդեն շպարգալկեն դրիր մի կողմ։ Շպարգալկա չէ, դոսիեր։ Տապալվեց, որ այս դոսիա ունեմ, հա, կոմ։ Տապալվեց, որովհետեւ հոգեվորական էր, թե ինքն էր ուղղակի ապաշնոր քաղաքականության մեջ։ Բացարձակապես ապաշնոր անվանել իրան հանցագործություն։ Քաղաքականության մեջ կարա անտիր հոգեվորական լինի, բայց քաղաքականության մեջ ապաշնոր։ Դա չի հոգեվորականի համար դա չի կարելի ասել ապաշնոր։ Դա իր տեղը չի, հասկանում ես քաղաքականության մեջ։ Անկարող ասենք։ Անկարողի հարցը չի, դա ավելի անտեղյակության եւ անպատրաստության հարց է։ Բա ինչ գործ ուներ այնտեղ անտեղյակությամբ։ Չես սպասում, որ ամբողջական ասեմ։ Այնտեղ պետքա պատրաստված մարդիկ լինեն։ Չես սպասում, որ ամբողջական ասեմ։ Սպասում եմ։ Ուրեմն ես ասել եմ, թե ինչը խանգարեց։ Ոչ թե իր անպատրաստությունը խանգարեց, ոչ թե իր անտեղյակությունը խանգարեց, այլ իր անպատրաստությունից եւ անտեղյակությունից օգտվող ուժերը խանգարեցին։ Ովքեր իրեն համոզեցին, ակրացիվ ամենապարզ բանը ասեմ, շատ բան կարելի ասել, քիչ ասեմ։ Ովքեր որ համոզեցին, որ ասեք մայիսի 9-ի հրապարակը իրենք կերացրել։ Հասկանում ես։ Այնիշ մայիսի 9-ի հրապարակը 99%-ով եկել հավաքվել էին նույն Բագրատ Սրբազանի անձի խարիզմայի շնորհիվ։ Այնտեղ ոչ մի դերակատարություն չունեին այն կուսակցությունները պարլամենտական, որոնք անմիջապես իրենց վերագրեցին, թե իրենք։ Թե հիմա հավաքեք, ինչի չեք հավաքում։ Դե դուք հավաքել եք մայիսի 9-ին, դուք եք որ հավաքել եք մայիսի 9-ի ժողովուրդը, դե հիմա էլ հավաքեք։ Ուրեմն մայիսի 9-ից հետո սխալ կողմնորոշեցին Սրբազանին, Սրբազանը սխալ հայտարարություններ արեց, որի պատճառով հրապարակը պակասեց։ Դրա համար ասել եմ երկրորդ եւ երրորդ նախագահների ստվերներն էր, ուրվագաններ, հիմա սկսել են խփաբաներ, պարախաղեր անել, մեկը ստվեր, ուրվագան, բան եւ այլն։ Ասել եմ ինչն է խանգարել։ Այն որ սխալմամբ, այո, մասամբ, բայց ընդհանուր առմամբ սխալմամբ Բագրատ Սրբազանին ասոցացրեցին երկրորդ եւ երրորդ նախագահների հետ, որոնց նկատմամբ ադելությունը սարսափելի մեծ է։ Այստեղ էլ ներողություն, պարոն Փաշինյան, այստեղ էլ եթե անդիմությունը իշխանությունը ԿՊԵ-ականները ինչ արեցին, այդ բոլոր 4 տեխնազուներին, որ հիմա շեմը հաղթահարել են, չէ՞,
բոլորին փորձեցին ասոցացնել կամ կամ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, այդպես է թե այդպես չէ։ Ներկայացում էր ամբողջ քարոզարշավի ընթացքում, ներկայացում էր, որ Վարդան Ղուգասյանը եւ Կարեն Սիմոնյանը Քոչարյանական ուժերնի սատարումն ունեն, Մարդուն Գրիգորյանն ու Ռուբեն Մխիթարյանն էլ Սերժ Սարգսյանի սատարումն։ Բայց այդպես չի։ Այս մարդիկ մասամբ այդպես։ Ուրեմն այս մարդիկ շատ ավելի ձայն կհավաքեին, եթե այդ ասոցացմանը հավատացողների քանակը մեծ չլիներ։ Շատ ավելի հավաքեին, հասկանում եք։ Շատ ավելի։ Բայց դա խր ասոցացում չի, ոնց որ իրականությունն է։ Օրինակ Քոչարյանի ասոցացումը Վարդան Ղուգասյանի հետ ասոցացումը Վարդան Ղուգասյանը կապ չունի Քոչարյանի հետ։ Այլ համակրանք ունի Քոչարյանի նկատմամբ, Քոչարյանական որոշ ուժեր էլ համակրանք ունեն իր նկատմամբ։ Բայց իր թիգունքում Քոչարյան չկա։ Իսկ Մարդուն Գրիգորյանը Մարդուն Գրիգորյանը Սերժի հետ ասոցացվող անձ է։ Բայց ես էլի չեմ կարծում, հիմա կերևա, հիմա կպարզվի։ Ես էլի չեմ կարծել եւ չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի կողմից թելադրվող անձ է։ Ուրիշ հարց որ ասի Սերժ Սարգսյանը ինչ-որ մեկի մի սատարեր, թե մի չսատարեր։ Բարձր է, ինչ-որ մեկի նկատմամբ համակրանք պետք է ունենալ, թե մի չունենալ։ Ես թեման նորից ուզում եմ վերադարձնել։ Մի բան չեմ հասկանում, դուք Բագրատ Սրբազանին չեք ուզում մեղադրեք։ Ինքն է մեղավորը, որ ինքն էր միամիտ, ինքն էր անտեղյակ եւ խաբվեց դրա համար կողքի մարդկանց։ Ինքը դա մեղքը նրանում է, որ մտավ է դա։ Բայց չպետք է մտնել քաղաքականություն, չէ՞։ Հիմա եթե դի մեծ մեղք է գնդագահարեք։ Ինչ եք ուզում։ Ինձ էլ հետը գնդագահարեք։ Երկուսից գնդագահարության հոդվածով գնդագահարեք։ Մարդ ուզեցել է լավ բան անի եւ ինքը պատրաստ էր անելու եւ անում էր, եթե իրեն չխանգարեին եւ չապակողնորոշեին։ Բայց ոնց պետք է ինքը լավ բան անել, եթե որևէ քաղաքական միտք չէր արտաբերում, աստվածաբանությամբ էր զբաղվում։ Ինչ քաղաքական միտք է։ Դուք կարծում եք, թե այսօրվա իշխանությունը քաղաքական միտք է գեներացնում, քաղաքական միտք եք տեսել այսօրվա իշխանության մոտ։ Հայերը ընդհանրապես քաղաքական մտքով առաջնորդվող կամ հայ քաղաքական միտք գեներացնող ժողովուրդ են։ Ինչի՞ չէ։ Քաղաքականությունից ինչ ով։ Ես Այս իշխանության մոտ դու քաղաքական միտք ես տեսել։ Արցախը Հայաստանն է եւ վերջ, Արցախը Ադրբեջանն է եւ վերջ։ Սա ասողը նույն մարդն է։ Կոմպրոմիս բառը մեր լեքսիկոնից դուրս պետք է գա եւ այո, բանը Արցախը պետք է հանձնվեր Ադրբեջանին։ Նույն մարդն է ասողը։ Հիմա բերել ես իմ նախկին բան ասածներս ես իմ առաջ դնում, իբրև թե բայց ես իմ նախկին ասածների այն ժամանակ ասում եմ, այո, ճիշտ եմ արել, լավ եմ արել։ Հիմա էլ էսա Բայց իրենք չեն ասում է։ Իրենք չեն ասում, որտեղ են սխալվել իրենք։ Ինչ քաղաքական միտք, որտեղ քաղաքական միտք։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղություն։ Ինչ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղություն։ Ինչ խաղաղություն։ Արցախի հայաթափման պայմաններում ինչ խաղաղություն։ Այն մի խելացիներ են կոշկավոր կadvին հավատացողներ ասում, այո, Արցախի հարց չպետք է լինի մեր հարաբերությունների մեջ Ադրբեջանի հետ։ Հետո վեր Մեկը կա չէ կոշկավոր կadvին է հավատում։ Խոսում էր վերջերս նախկին առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը։ Քաղաքական միտք է, չէ՞։ Ոնց կարող է խաղաղության այդ պայմանագրի մեջ Արցախի ժողովրդի հարցը չլինի։ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը չլինի։ Մարդիկ այդ երկրի բանիգներն են։ Բանիգներն են։ 1988 թվականից հետո չեն տեղափոխվել այնտեղ։ Արցախյան շարժումը ինչու է սկսվել, ոչ թե սկսվել է սեպարատիստական մոտեցումներով, որովհետև այդ մարդկանց իրավունքները ազգային, մշակութային իրավունքները ոտնահարված էին սովետական Ադրբեջանում։ Ոչ թե պարզապես գնացին սեպարատիստական, ամեն ինչ լավ էր, եկեղեցիները բաց, դպրոցները բաց, մշակութային հիմնարկները բաց, բոլորը խոսում էին, ուրախանում էին, հայերեն, հայկական մշակույթը ծաղկում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, բայց գնացին սեպարատիստները ասին եկեք անջատվենք։ Թե կայսրությունը հրահարեց։ Ինչ հրահարեց կայսրությունը։ Ակնարկում են, որ կայսրությունը Ղարաբաղյան շարժումը հրահարեց։ Կայիր։ Ես չկա, ես 91 թվականին եմ ծնվել։ Այո, չկա իրել 80։ Բայց ես Տիգրան Մեծի ժամանակ էլ չեմ եղել, բայց մի երկու բան գիտեմ։ Դա գիտես, բայց ոչ ամբողջական չես կարա իմանալ Տիգրան Մեծի։ Հաճախ լինում է, որ ժամանակակիցները որևէ երևույթի հետ չեն կարողանում օբյեկտիվ գնահատել։ Քաղաքական մի փնտրինտեղ, որտեղ չկա։ Այսքան ժամանակ քաղաքական միտք ունեցող ոչ մեկը չի ունեցել։ Նույն առաջին նախագահը, որ այսօր քաղաքական միտքի տիտան է համարվում, պայքար մինչև վերջի հեղինակնիկն է,
Հա, դրանից հետո ասում է եկել է ուրեմն լրջանալու պահը։ Լավ, եկեք հերթականությամբ գանք։ Մի այսպիսի միտք կա, այս միտքը թափառում է դասագիր կար դասագիր, բոլորը սա մեխանիկորեն կրկնում են, որ պետականության կործանումից հետո պետականության բացակայության պայմաններում եկեղեցին է ստանձնել է թափուր տեղը եւ առաջնորդել ժողովրդին, չի։ այդպես է։ Հիմա այդ առաջնորդությունը դուք համարում եք արդյունավետ։ Լիարժեք։ Բայց ցեղասպանությունը Ցեղասպանությունը ձեր պատճառով է։ Ցեղասպանությունը մինչև 1000 անգամ այդ մասին ասել եմ 1800 մինչև 1890 թվական հայ ժողովուրդը ապրել է իր պատմական տարածքներում։ Ինչե որ թվականն 1890 մինչև Համիդի ջարդերը ինչ Համիդի ջարդերը եղել են արդեն երբ որ ձեր կուսակցությունները ստեղծվեցին 95-96 թվերին են եղել ջարդերը 1890 թվականին ստեղծվեցին ձեր կուսակցությունները, հա, 85-87-90։ Հա, այո։ Ուրեմն եւ ձեր առաջին լոզունգը էր եկեղեցուց խլել ազգային կառավարումը, ոչ թե թուրքից։ Չէ եկեղեցուց։ Ձեր առաջին գաղափարը կուսակցությունների ստեղծման, իրենք հիմա չեն ուզում խոստովանել, իրենց առաջին գաղափարը եղել է ոչ թե թուրքի դեմ, եկեղեցու դեմ, որ եկեղեցուց խլել կալվածքները, որպես փող լինի, հա, իբր թե այդ փողով պետք է զենք կնի, փանջ ունի, կարտացեք փանջ ունի։ Ուրեմն եկեղեցու դեմ, եկեղեցուց ազգային կառավարումը խլել, եւ մենք պետք է ազգ կառավարենք եւ այլն։ Եկեղեցին էլ ասել է սիրելիներս, խնդրեմ եկեք կառավարեք։ Կառավարեցիք 30 տարում վարի տվեցիք 4500 տարվա երկիրը։ Կուսակցությունների ստեղծումը ընդհանրապես հեղափոխական պայքարի համար մեղադրում է աշխարհիկներին, բայց ես ուզում եմ հիշեցնել, ուրեմն բոլոր կուսակցությունների պայքարի ամենամեծ առաջնորդը Ղրիմյան հայրիկն էր, Արմենիան հայոց կաթողիկոսը։ Այո, ինչ անեք որ Ղրիմյան հայրիկն էր։ Ինքն էր ոգեշնչում բոլոր Ղրիմյան հայրիկը 1902-3 թվականներին էր 4 թվականի մակարդում հրավիրեց մայրաթորում կուսակցականներին, որպեսի մեծ ժողով գումարեն, հա, հետո ինքը ստիպված եղավ ցրել։ Երբ որ տեսավ թե ինչ է խոսում, ինչ են որոշում։ Սեփական, այսինքն դուք մելեթը արդյունավետ գոյություն եք համարում Օսմանյան կայսրությունում, իհարկե Օսմանյան կայսրության պայմաններում դա այո, իհարկե դրական բան էր, բայց դա չէր նշանակում, որ մենք կողմ էինք, որ մնար Օսմանյան կայսրությունը։ Հայ առաջադեմները տողորված էին, ոգևորված էին ֆրանսիական հեղափոխության գաղափարներով, ու ինչ էին ուզում ձեզնից վերցնել կառավարումը, որտեղ դուք ապրում էիք միջնադարով։ Բացարձակապես։ Ուրեմն ֆրանսիական հեղափոխությունը սիրելիս։ Ունեիք սուտանից տրված իշխանություն, կոնֆորմիստ էիք։ Լավ։ Դուք չէ։ Ուրեմն ֆրանսիական հեղափոխությունը, եթե դուք ընդունում եք եւ դրական երևույթ, մեծ մոլորության մեջ է։ Ֆրանսիական հեղափոխությունը բոլոր չարիքների սկիզբն է, որը եկավ իբրև չարիք եւ չարիքը ներկայացրեց իբրև բարիք։ Հասկանու՞մ ես։ Մինչև հիմա ֆրանսիացի ժողովուրդը այդ մոլորության մեջ է, Բաստիլի գրավումն է տոնում։ Հասկանու՞մ։ Մինչև հիմա այդ մոլորության։ Ֆրանսիական հեղափոխությունը առաջին մեծագույն չարիքն էր, հաջողված չարիքը, չէ՞, ասենք Անգլիայում ասում են հեղափոխություն եղավ, չհաջողվեց, բան բուրժուական, առաջին հեղափոխությունը, որ հաջողվեց իբրև չարիք հաղթեց, ֆրանսիական հեղափոխությունն էր, որը տվեց իր պատուղները ուրիշ տեղ, հայ հոկտեմբերյան սոցիալիստական մեծ արյունահեղությունը, հա, դրա ճուտիկն էր։ Ուրեմն այդ ֆրանսիական հեղափոխությունը, բայց որը ֆրանսիական առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու դեմ շարժում էր, կարող ես ասել, որ հիմնավորված շարժում էր, որովհետև ֆրանսիական եկեղեցի գոյություն չուներ, գոյություն ուներ կաթոլիկ եկեղեցի, որը գործում էր բոլոր ազգային շարժումների դեմ, Ֆրանսիայում ֆրանսիական ազգային շարժման մեջ, Գերմանիայում գերմանական շարժման մեջ, Անգլիայում անգլիական շարժման, հա։ Ուրեմն եկեղեցու դեմ ինչ որ տեղ այդ շարժումը արտարացված էր։ Նույնիսկ եկեղեցականների այդ զանգվածային սպանությունները Ֆրանսիայում։ Հա։ Ասում եմ, ես չասի սպանությունները, ասի հա, լավ, եկեղեցու դեմ այդ սենտիմենտը ինչ որտեղ հասկանալի է, չասի սպանություն։ Հա, որ իրանցը չէր, հասկացա։ Հա։ Սպանությունը երբեք ընդունելի չի ցանկացած դեպքում։ Այո, հասկացա։ Հա։ Դրա համար էլ երբ որ մենք 1990 թվականին
վերականգնեցիք մեր իշխանությունը իրավունքը։ Մենք ոչ մի վրեժի կոչ չարեցինք 1937 թվին հոգևորականների գնդագահարողները դեռ ողջ էին 90 թվականին 1990 այո կային որ ողջ էին գնդագահարողները բայց եկեղեցին չասեց գտնել եւ գնդագահարել չասեց չէ ուրեմն սպանությունների դեմ սպանություններին կողմ չենք մենք բայց ես ասում եմ ֆրանսիացի ժողովրդի ընդվզումը կաթոլիկ եկեղեցու դեմ ինչ որտեղ հասկանալի է Իսկ մերոնցը չէ իհարկե ոչ մենք հայկական ազգային շարժումի դեմ ենք եղել եկեղեցին եղել է դեմ հայ ազգային շարժմանը Հալավ ինչպես մարդիկ կազմակերպեն ազատագրական պայքար ազգային հեղափոխություն եթե ամեն ինչ բոլորը ապրում են 5 խաղի կանոններով Բայց մենք չենք ասել 5 խաղի կանոններով, ասել ենք համեցեք ղեկավարեք ազգին։ Բայց դուք այնպես եք ղեկավարել, որ 30 տարում կորցրել եք 4500 տարվա երկիրը։ Էս եմ ասում ես։ Ես ասում եմ չվերցնեիք։ Այսինքն իրանք են ձախողվել։ Բա իհարկե ձախողվել եք, ո՞վ է ձախողվել։ Ուրեմն դու կարող ես ասել, որ գիտես, թուրքը ուզում էր հային ոչնչացնել 11-րդ դարում չկարողացավ 12-րդ դարում չկարողացավ 13-րդ դարում ուզեց չկարողացավ եւ ասենց կանք հասնենք մինչեւ 20-րդ դար 20-րդ դարում ուզեց ու կարողացավ Ինչու Այսինքն դուք այս առումով Օրմանյանի կողմնակիցն եք հա Իհարկե Օրմանյանի կողմնակիցն Այվազովսկու Ես ճշմարտության կողմնակիցն եմ Օրմանյանը ինքը դասական օրինակն է Երբ որ ինքը բացասավ պատրիարքական գահին Համիդյան ջարդերը դատարեցին։ Ինքը դատարեցրեց ջարդերը։ Այսինքն կարող էր գործ անել։ Այո, ինքը ասում է Գազանազուսպեի եւ Լարախաղաց։ Ճիշտ է։ Իհարկե ճիշտ է։ Դուք Գազանազուսպ եւ Լարախաղաց չեք, բայց Որովհետեւ ես հայկական իշխանության պայմաններում եմ, տղա ջան։ Ես օդար իշխանության պայմաններում չեմ։ Այսինքն դա Ես ինչ է պետք հայկական իշխանության հետ պետք է այ հայկական պսևդո հայկական իշխանություն եթե սովետական իշխանություն լիներ որ հայկական իշխանություն չէր այն ժամանակ կլինեի Գազանազուսպ եւ Լարախաղաց Դա ճիշտ մոտեցում է հա համագործակցել դա կոլաբորացիոնիզմ չի Ոչ դա կոչվում է modus vivendi Գիտես եթե չգիտես Ես լատիներեն գիտեմ բայց ոչ ձերպես Եթե չգիտես իմացի Առաջին նախագահի հետ ինչ խնդիր ունեք Սրբազան Առաջին նախագահի հետ խնդիր ունեմ, որ ինքը 94 թվականին չարեց այն, ինչ Ալիևը հիմա անում է մեզ հետ։ Ինչ պետք է աներ։ Դի կապիտուլյացիա պարտադրեր Ադրբեջանին։ Դա հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Օրինակ ես կարծում եմ հնարավոր չէր։ Իհարկե հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Այն ժամանակ մեր բանակը սպառված էր։ Գեներալները խնդրում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կանգնեցնի պատերազմը։ Ոչ պատերազմը։ Առաջին պատերազմը։ Էստա կանգնեցրեց էլի 94 թվին։ Դա ուզում եմ ասել Ադրբեջանը ծնկի եկած չէր, մենք չէինք կարող նրան կապիտուլացնել եւ առաջ շարժվելու դեպքում կարող մենք կապիտուլացվենք։ Այդ դու գիտես թե մենք գիտենք։ Մենք ենք այն ժամանակ եղել ոչ թե Ադրբեջանը ծնկի եկած, ոչ թե մենք երեխա ենք եղել, ժամանակ եղել ենք մասնակից, ներգա, դերակատար, տեղյակ, մենք չգիտեինք։ Դուք եք ավելի շատ տեղյակ քան նախագահը։ Իհարկե նախագահը ավելի շատ էր տեղյակ։ Ուրեմն ինքը այնքան էր տեղյակ, որ հասկանում էր, որ չէր կարելի առաջարժվել։ Ոչ եւ դարձյալ ոչ։ Ուղղակի իր մոտ պարտվողական տրամադրությունները իբր թե ռեալ պոլիտիկ տրամադրությունները։ Բայց մարդու մոտ ինչի պետք է պարտվողական տրամադրություն ունի Սրբազան։ Իր բանակը հաղթում է, ամեն ինչ լավ է, երկիրը նոր անկախացել, իրան ձեռքերի վրա բերել են իշխանության, Լևոն գոռալով մարդը ինչի պետք է պարտվողական լինի։ Ընդհակառակ ինքը կարար իրականության զգացողությունը կորցնել, բայց չի կորցրել։ Մարդը ասեց, որ պետք է տանք, հա, շրջանները, բաները պետք է հանձնենք, որից հետո պետք է լինի ստատուսը։ Այս մարդիկ էլ ասին, թող ստատուսը լինի, հանձնենք։ Մարդը չէր ասում, աշխարհն էր ասում։ Ասում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սիրելիս էությունը դա է։ Հիմա ես տես այստեղ եք դուք ձեր ամբողջ քաղաքական պրիմիտիվիզմը ստեղ արդեն երևում է աշխարհը ինչու հիմա չի ասում որ Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա իր բնորանը Արցախի վեճն է ասում եմ Արցախի աշխարհի վեճն է աշխարհը բարի մի ասա այդ հոգեվորականը չպետք է ասելի
Աշխարհի հեչ պետք է չի Արցախը Հայաստանին կպատկանի թե Ադրբեջանը։ Հանուն արդարության քաշային աշխարհի համար տարբեր հարցեր են։ Բացարձակապես տարածքային օկուպացիան այլ քաշային կատեգորիա է, մարդկանց էթնիկ զտումը այլ։ Մենք ոչ մի օկուպացիա չենք կատարել։ Դա աշխարհի տեսանկյունից ավելի Գալատ է անում աշխարհը։ Աշխարհը գլուխը падովը տա։ Ուրեմն հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցել 1914-ից 22 թվականներին մեծագույն հանցագործություն։ Ցեղասպանություն։ Առաջին հանրապետության նկատմամբ պատերազմ, ինտերվենցիա, սովետական կարգերի հաստատում եւ ի վերջո 29.8 քառակուսի կիլոմետրի մեջ բարփակում։ Այսինքն եւ թուրքական իշխանությունը եւ սովետական իշխանությունը հայ ժողովրդի նկատմամբ գործել է ոչ ճիշտ։ Եվ ուրեմն 1988 թվականին, 91-94 թվականներին հայ ժողովուրդը ոտքի է ելել այդ ոճիրի հետևանքները վերացնելու։ Ինչ օկուպացիա, ինչ բան, այս ինչերի մեջ եք։ Ինչ օկուպացիա։ Մենք մեր նկատմամբ գործված ոճիրը ելել ենք սրբագրելու։ Ես էլի եմ ասում։ Նույնիսկ Ղարաբաղյան շարժումը, իբրև շարժում, ինչի համար է առաջացել։ Առաջացել է, որովհետև սովետական Ադրբեջանը ճնշում էր հայկական բնակչությանը, իբրև հայեր, զուլման քաղաքականություններ տանում, փագին հայկական դպրոցներ, ոչ մի գործող եկեղեցի չկար, ոչ մի հոգևոր կառույց չկար, ոչ մի մշակութային նորմալ կառույց չկար, հասկանում եք, դրա համար է իբրև այդ զրկանքներին պատասխանը եղել Ղարաբաղյան շարժում։ Հիմա այս իշխանությունները այդ մասին չեն խոսում, ասում են, հա, մենք հարձակվել ենք, գրավել ենք, բաներողություն, հիմա հետ ենք տալիս։ Այդպես չի եղել։ Բայց այդ տարածքները մենք Ինչ ինտերվենցիա, պատերազմը ով է սկսել։ այդ տարածքները Պատերազմը ով է սկսել։ Ադրբեջանը, բայց մենք ինչ ենք այդ տարածքները գրավել։ Լավ ենք արել, որովհետև ստեղծել ենք անվտանգության գոտի, որովհետև բանակցության, որպեսզի բանակ, այո, մարդը չի պատրաստ զիջել։ Պատրաստ չի զիջել։ Այն ժամանակ պատրաստ էր 98 թվականին։ Երբ 98 թվականին պատրաստ չէր։ Այդ աշկի դերևացի թե պատրաստ էր։ Ամենապատրաստ պահը ճիշտ է ասում Քոչարյանը, չեք ուզում հավատալ, հա, քանի որ Քոչարյանի նկատմամբ հակակրակ ունեք, չեք ուզում հավատալ։ Ես չունեմ հակակրակ։ Ամենա մոդ լուծման մոդը եղել է Քյուվեստը։ Հա։ Էն էլ Ալիևը վերջին պահին հրաժարվել է։ Ասելով որ ես իմ ընտանիքին եթե չեմ կարող համոզեմ, ես ազգին ոնց կարող եմ համոզել։ Սեփազան, լավ, սա հասկացանք, Քոչարյանի հետ ինչ խնդիր ունեք։ Ես Քոչարյանի հետ Պետրոսյանի հետ հասկացանք, Քոչարյանի հետ ինչ խնդիր ունեք։ Քոչարյանի հետ ես ոչ մի խնդիր չունեմ։ Բացի այն սխալներից, որ ինքը թույլ է տվել։ Ինչ սխալներ է գործել։ Դե որ իր օրոք եղել է կոռուպցիա, հովանավորչություն, սա այն։ Մարտի 1-ը։ Հա? Մարտի 1, հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյանի սպանություն։ 27 իր էդիշ կապ ունի։ Կապ չունի։ Պողոս Պողոսյանի սպանությունը ես այո քննադատել եմ այն ժամանակ։ Քննադատել եմ այն դաշնակցությանն եմ քննադատել Պողոս Պողոսյան։ Երբ որ հանգուցյալ Վահան Հովհաննիսյան ասեց իրեն չեն սպանել իբրև դաշնակցական։ Ես ասի, այսինքն այդ է, հա, որ այսինքն քանի որ իրեն իբրև դաշնակցական չեն սպանել, լավ են արի։ Եթե իբրև դաշնակցական սպանեին, վատ արած կլինեին։ Ին դաշնակցությունը իրեն Պողոս Պողոսյանի սպանության ժամանակ ավելի վատ պահեց, քան Ռոբերտ Քոչարյանը։ Իրենք ավելի վատ պահեցին։ Բայց Դա ընդհանուր էլ այո սխալներից մեկն է Պողոս Պողոսյանի սպանությունը։ Բայց ընդհանուր արդյունավետ նախագահ է Քոչարյանը։ Իր օրոք եղել է խաղաղություն, եղել է արդյունավետ։ Այո, Գյումրիում եղել է արդյունավետ։ Գյումրիում եղել է հսկայածավալ շինարարություն։ Բայց Լինսի հիմնադրամով է եղել։ Լինսի հիմնադրամով է բերել։ Ինքն իրան ոդկով եկավ, հա, եկավ։ Ով է բերել Լինսի, ով է դիմավորել Քրկորյանին։ Այսինքն մեր ամենաարդյունավետ ղեկավարը Քոչարյանն է եղել։ Ինչ իմաստով։ Ունեցել ենք երրորդ հանրապետությունը ունեցել է 4 ղեկավար։ Այո։ Ամենաարդյունավետը հա, 4-րդ։ Հա։ Նիկոլ Փաշինյան, Ամենաարդյունավետը ամենաարդյունավետը եղել է Ռոբերտ Քոչարյանը։ Սերժ Սարգսյանին ամենաշատը չեք սիրում։ Ես բացարձակապես, ես դες բան չկա, որ ես որևիցե մեկին չեմ։ Ամենաշատն եք քննադատում։ Այո, որովհետև ինքը հիմնական դերակատարն է այս ընդդիմության կոլապսի։ Ինքը հիմնական դերակատարն է։ Ես եմ մեղավոր, որ ինքն է հիմնական դերակատարը։ Շատ հնարավոր է, որ միջև այս
հարցազրույցը հրապարակվի, արդեն Գյումրին քաղաքապետ ունենա, կարող է մի փոքր ուշանակ։ 16-ից հետո էս տալու էս հաղորդը։ Չէ, կաշխատենք մինչև 16-ը տանք, բայց կարծում եք Սերժ Սարգսյանն է այս կոլապսի հեղինակը Գյումրիում։ Միայն Գյումրիում չի, հանրապետությունում է կոլապսի հեղինակին։ Քեզ ասել եմ, չէ՞ արդեն։ Հիմա էլի հետո հանրապետականները հարցակվեն։ Արդեն այդ հանրապետականների հարցակումը խոսում է այդ մասին։ Այլապես այլ սրբազանն մի բան ասում է, հա, դե անտեղյակ մարդ է, ոչինչից խաբար չի, հիմա խոսում է։ Կարող են ասել, չէ՞։ Բայց այն բուրըն պաշտպանությունը, որով իրենք պաշտպանում են իրենց ղեկավարին, խոսում են մասին, որ ես ճիշտ եմ ասում, չէ՞։ Բայց արդար է 2018 Ուրեմն ինչ ասի ես, ուրեմն ես ինչ ասեցի, վերջերս ինչ ասի Սերժ Սարգսյանի մոտեցում հետևյալն է, կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա։ Բայց մարդը չի ուզում գա իշխանության, հայտարարել է։ Այդ մարդը հայտարարել է նաև, որ ինքը չի լինի վարչապետ կամ նախագահ երկրորդ բանից հետո։ Այդ մարդը հայտարարել է, որ ինքն է լինելու Երևան Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը, որ այդպես է չթռավ։ Այդ մարդը հայտարարել է, որ Հայաստանը դառնալու է սպիդի բուժման կենտրոն, որը եւի չդարձավ։ Նա ինչքան կարանք իր հայտարարությունը։ Այդ մարդը հայտարարում էր, որ Եվրամիությունն է գնում, մի գիշերվա մեջ մտանք Եվրասիական միություն։ Լավ էլի ասել է։ Իսկ Քոչյանը ինչ ասել արել։ Ես էլ շատ բան եմ, այո, իհարկե։ Մեծավ մասամբ, այո։ Բայց արդար է։ Ուրեմն եւ նաեւ Քոչարյանը տղամարդ ղեկավար է։ Ես սիրում եմ այդպիսի։ Այո, մնացած կոռուպցիա, ֆլան ֆստանները չեմ ընդունում։ Բայց պետքա ղեկավարը տղամարդ լինի։ Ոչ թե ճղճղան, ինչ-որ ոմանք։ Կուզեք վերադառնա Քոչարյանը։ Եթե ժողովուրդը ուզի թող վերադառնա։ Բայց ժողովուրդը ինչի է ատում Քոչարյանը։ Ես ինչ իմանամ ինչ է ատում, ժողովրդին կարելի է հասկանալ, թե ինչու է մեկին ատում եւ մեկին սիրում։ Կարելի է հասկանալ։ Մի բան կա, չէ՞ որ չեն սիրում Քոչարյանը։ Բացարձակապես։ Ոչ պատճառ չկա, պատճառ անհրաժեշտ չէ, որ ժողովուրդը որից է մեկին սիրի կամ։ Բայց մարդիկ հո գիժ չեն, ուրեմն մի բան կա, չէ՞։ Անպայմանորեն չի նշանակում գիժ լինել, նշանակում է չճանաչել մարդկանց։ Ուրեմն այդ մարդու օրոք եղել է թալան, եղել է պարկ գույք պարկի դիմաց, եղել է կոռուպցիա, իբրև թերություն ասա, եղել է բռնություն, եղել է այդ ախրանիկապետություն։ Ես հիմա ախրանիկապետություն չի։ Հիմա մարդկանց այդքան էլ ոնց որ չեն ծեծում։ Իսկապես։ Բռնություններ չկան, ռեկետ չկա պետական։ Բայց որ բան հղի կնոջը վրա երթի են ենթարկում մեդի հետ։ Ես հիմա որևէ մեկի կողմը չեմ ուզում։ Ուրեմն էլ բռնի որևիցե մեկի կողմ։ Ես ասում եմ, որ ոչ մեկը տղաջան։ Հղի կնոջ դեպքը դժբախտ պատահար։ Ոչ մեկը սուրբ չի։ Ինչ է նշան դժբախտ պատահար, բայց դժբախտ պատահարի մար ներողություն խնդրի։ Ուրեմն ոչ մեկը սուրբ չի։ Ինչպես ես էլ սուրբ չեմ։ Անդ չի որ ես կամ ես լինեի, ես էլ սուրբ չէի լինելու։ Ես էլ էի սխալներ թույլ տալու, անսխալ չէի լինելու։ Հա։ Հիմա եթե մեկին ասում եք, որ ես ինչ, եթե համեմատում եք երկրորդին, երրորդի հետ, ասում եմ, հիմա համակրանքը երկրորդի կողմն է, դուք ասում եք, բա ինքս ինչ, այդ չի նշանակում, որ ես իր թերություններին էլ եմ համակրում։ Վերջի դուք կարող եք զանազանել մեկը մյուսից լրագրողներդ։ Ի վիճակի եք ոչ մեկը կատարյալ սուրբ չի։ Իհարկե։ Հա։ Խրիմյան հայրիկից սկսած, որին սրբացրել եք։ Հա։ Ոչ մեկը սուրբ չի։ Ես ոնց եկեղեցականի համար բան ասեցիք։ Մեր բան կողմից բան արեցի, որ հասկանաք։ Մերոնցական անուն տվի, որ հասկանաք։ Իդեպ մեր կաթողիկոսներից մեծ մասը սուրբ չեն եղել, էլի։ 132 կաթողիկոս են եղել, հազվագյուտը հաջող կերպար հանդիպում։ Որ իրենք սուրբ չեն եղել։ Այլ մենք մեր եկեղեցին շատ խստապահանջ է սրբության հասկացության հանդեպ։ Շատ խստապ։ Ուզում ասեմ հաջող կաթողիկոսներ շատ քիչ են ունեցել։ Ոչ։ Անհաջող կաթողիկոսներ գրեթե չեն ունեցել։ Եթե հաջող կաթողիկոսներ դու քիչ ունենայիր, դա ուրեմն քո ազգի մասին ես խոսում։ Դա նշանակում է, որ ազգը լավը չի եղել։ Իսկ քո ազգը այդքան էլ վատը չի։ Այսօր այո, իրեն լավ չի դրսևորում։ Բայց այն եթե դու այդ հաստատում անում ես եւ համոզված ես, որ մեր կաթողիկոսների մեծամասնությունը եղել է վատ, դու նշանակում է ասում ես, որ հայ ժողովուրդը վատն է։ Որովհետեւ հայ եկեղեցին, հայ ժողովրդից օտարված, առանձին, ինքնուրույն,
ինքնուրույն սնվող, ինքնուրույն գեներացվող հաստատություն չի։ Դուք ինքներդ ձեզ հակասում եք։ Որտեղ մեր ամբողջ զրույցի ընթացքում անդադ մենք եւ դուք եք անում, ասում եք մենք, եկեղեցին եւ դուք, բոլշևիկները այդ։ Այսպես նույն բանը հազար անգամ ասել են, որ դու Բայց հիմա միացնում եք մեզ։ որտեղ պետք է անջատում են, որտեղ պետք է միացնում են։ Այսինքն ինչ ուզում անում եք։ Չէ, ինչ որ անում են, ճիշտ եմ անում։ Ես հազար անգամ այդ նույն բանն էլ ասել եմ, որ հոգևորականները ձեր միջից են գալիս։ Դու կարող ես ուրիշտեղ են բուծվում։ Հա, բայց երբ որ իրենք հոգևորական են դառնում, հա, ձեր եւ հոգևորականների միջև անտունդ է գոյանում, որովհետեւ դուք չեք կարողանում հասկանալ, թե եկեղեցին ինչ է, այսքան ժամանակ ինչ ներդրում է ունեցել ձեր կյանքում։ Սփազան, սովետական շրջանում եկեղեցին ոնց կարողացավ ապրել։ Սովետական շրջանում modus vivendi-ով։ Էլի։ Ուրեմն 20-ական, 30-ական թվականներին եկեղեցին ֆիզիկապես ոչնչացվեց։ Ֆիզիկապես ոչնչացվեց։ Կաթոլիկոսին խեղտամար արեցին, խեղտամար արեցին, մի հոգի մնաց Գևորգ Չորեքչյան, թաքնվեց Ավետիք Իսահակյանի նգուղում, դուրս եկավ նգուղից եւ մենակ պահեց եկեղեցին, մինչեւ մեծ հայրենականի ավարտ, երբ որ հնարավորություն տվեցին եկեղեցում մի քիչ շնչելու։ Ինչի հնարավորություն տվեցին, պայմանավոր պետքա KGB-ի գործականներ դառնան, հոգևորականներ։ Ուրեմն դուք էլի մեծ մոլորության մեջ եք։ Ուրեմն ոչ թե եկեղեցականները դարձան KGB-ի գործակալ, այլ KGB-ն գործակալներին գործուղեց եկեղեցի։ Բայց edel ձեզ ասեմ, որ բոլոր գործուղված գործակալները եկեղեցում դարձան եկեղեցու գործակալները KGB-ում։ Հոգևորականների մեջ մարդ չկա։ Ինչ։ KGB-ի աշխատակից։ Հայերենով չեմ ասում։ Ես փորձում եմ որ էլի բացեմ։ Ուրեմն ասում եմ KGB-ն գործուղեց իր գործակալներին եկեղեցի։ Եկեղեցում այդ իրենց ժամանակահատված անցկացնելու ժամանակ նրանք ավելի եկեղեցական դարձան եւ ավելի եկեղեցական գործակալ դարձան KGB-ում, թանտե մնացին KGB-ի գործակալ այնտեղ։ Պարզ չասի։ Պարզ հասկացա։ Այսինքն KGB-ի կողմից գործողված հոգևորականները դարձան էլ ավելի ազգային։ Էլի չի հասկանում։ Հոգևորականները չգործողվեցին։ Մարդկանց 10-16 տարեկան կարող ես ասել ինձ համարի որ ինձ 12 տարեկանում KGB-ն վերցրեց, հա 75 թվականին ենթադրենք KGB-ն ինձ վերցրեց, ասես տղա ջան, քեզ տալիս ենք կոմերիտական առաջադրանք, պետք է գնաս եկեղեցու եկեղեցական դառնաս։ Ես գնացի, դարձա եկեղեցական, բայց դարձա ավելի եկեղեցական, քան թե KGB-ի գործակալ։ Հասկացա, ին վրա ցույց տվեցի, որ գոնե հասկանաս։ Հասկացար թե չհասկացար։ Չէ։ Էլի չհասկացա։ Լավ, ինչ ասեմ։ Սփազան, որ ժողովուրդը ասում եք, մեր ժողովուրդը վատը չի, բայց հիմա մի քիչ համահանում է մոտավոր մեջբերը։ Ինչ է ինչին անում ժողովուրդը։ Ինչ ենք ուզել, որ չի արել։ Ասել ենք գնա պատերազմի, գնացել է պատերազմի։ Ասում ենք դուրս արի միտինգի, դուրս է գալի միտինգին։ Այդ քաղաքական գործիչները էլիտան, այդ ինչ ան ներկայացրել ժողովրդի խելքի մոտ, որ ժողովուրդը չի ընդունել։ Ուրեմն քո հարցի պատասխանը դու տվեցիր, պարոն։ Այդ էլիտան գոյանում է ժողովրդից։ Այդ էլիտան արիստոկրատիա չի էլի, որ արյունով գալիս է մարդիկ սենց, հա, այս ինչ տոհմ, Աճաբահյան տոհմն է, ինչպես ասում, Աճաբահյան տոհմն է, Պահլավոնիների տոհմն է, Բագրատունիների տոհմն է, վերցրել են ուզուրպացրել են իշխանություն, չէ։ Քո էլիտան ձևավորվում է ժողովրդից։ Այս ժողովրդից ինչ որ ձևավորվում է, ժողովրդին է վերադարձվում է։ Ուրեմն երբ որ մենք ժողովրդին քննադատում ենք իր էլիտայի համար, որ ինչ ես այս էլիտային։ Բերեն նստեցրել էլիտա, դարձրել էլիտա։ Դու ես մեղավոր։ Ժողովուրդն է ստեղծում էլիտա, թե էլիտան ժողովուրդ։ Այստեղ հայ ժողովրդի պարագային էլիտան ձևավորում է ժողովուրդը եւ հետո պետք է էլիտան վերադարձնի ավելիով ժողովրդին, պետք է բարձրացնի ժողովրդին, բայց դա չի տեղի ունենում։ Որովհետև էլիտան գնում է, դառնում է էլիտա, սկսում է խժռել ժողովրդի ռեսուրսները, հայրենիքի ռեսուրսները, հանրապետության պետականության ռեսուրսները, թշնամանք է ստեղծվում ժողովրդի նկատմամբ, ժողովուրդը այդ էլիտային վար է առնում, բերում է նոր էլիտան նույնն է անում այդ նույն ժողովրդի հետ։ Իսկ կարող մեր ամբիցիաները եւ իրականությունը չեն համապատասխանում, կարող շապից շատ բաներ ենք ուզում, կարող
Մերը էսա, մենք sense պետք է ապրենք։ Որովհետև էլի վերադառնանք հիմա բուն թեմային ինչի մասին միշտ խոսում են, բայց դա ձեզ չի հետաքրքրում։ Դուք այդ թեմաներով չեք հետաքրքրում։ Ինչ ասում եք, ինձ հետաքրքրում է։ Ուրեմն դրա համար պետք է լինի հոգևոր առանց։ Ահա։ Հոգևոր առանցքը չի նշանակում կրոնական, որ կրոնական ասելով սարսափում եք, նենց ինչ վատ բան է կրոնական։ Ուրեմն անպայմանորեն չի նշանակում կրոնական, ռելիգիոզ, բան կրոնախևերի առանցք չի նշանակում հոգևոր։ Նշանակում Աստված, մարդ, հարաբերության, լիարժեք գոյություն։ Աստված կա, ինչքան ուզում ես էլ, իջի, ասա չկա։ Ուրեմն հոգևոր առանցքի շուրջ պետք է ստեղծվի Հայաստան։ Առանց հոգևոր առանցքի միշտ կլինի նույն շրջապատույթը։ Այս էլիտային Քոչարյանին կատես կիճեցնես, կգա Սերժ Սարգսյանը, որ ավելի վատը կլինի։ Սերժ Սարգսյանին կքննադատես, կիճացնես, կգա Փաշինյանը, որ ավելի չափանիշներ, հա։ Բայց իհարկե, դի հոգևոր չափանիշներով դու մոդենաս ընտրությանը, հոգևոր չափանիշներ։ Իսկ մեր տարբերությունները գաղափարական։ Ինչ գաղափարական։ Գաղափարական տարբերությունները մեր մեջ էլ կան, մեր հոգևորականների մեջ էլ կան գաղափարական տարաձայնություններ։ Այն որ դուք ասում եք, ինչու՞ եք դուք ակտիվ, մյուսը пассив։ Դա նշանակում է գաղափարական տարաձայնություն կա, չէ՞։ Բայց մենք մնում ենք եղբայրներ, մնում ենք հոգեհարազատ, մեկից մյուսին չենք հայհոյում, մեկից մյուսի տակը չենք փորում, մեկից մյուսի չգիտեմ ինչ չենք անում։ Ապրում ենք հաշտ համերաշխ։ Գաղափարական տարաձայնությունները ընտանիքում էլ պետք է ունենան, պետք է լինեն, բայց դուք դրա դեմել եք։ Ինչքան ես քանի անգամ ասել եմ, որ իմ ընտանիքում օրինակի համար ես, եղբայրս, եղբորս, զավակներ, ամեն ընտրության տարբեր մարդկանց եք ձայն տալիս։ Բոլորս ամեն մեկս տարբեր։ Իրական դեմոկրատիան մեր ընտանիքում է։ Եվ հաճախ չենք էլ հետաքրքրում, թե ում ձայն տվեց։ Օրինակ բոլորի Բայց դու քո ազգի մեծամասնությունը ելնում է, հասկանում ես եւ հայտարարում է ասելով՝ «Ես իմ ընտանիքի 25 անդամներով ձայն տալիս եմ էս ինչին»։ Ինչ իրավունք ունես այդպիսի հայտարարություն անել։ Ինչ իրավունք ունես։ Դու ինչ իրավունք ունես քո ընտանիքի մյուս 24 անդամին պարտադրելու քո դու նույնիսկ ուղղորդելու իրավունք չունես։ Այո, կարող եք խոսել, զրուցել, բան քննարկել, բայց ընտրության ժամանակ ազատություն։ Սրբազան լավ է, չափանիշների թեման մենք ճյուղավորենք։ Ակնհայտ է, որ այս պետությունը, որ հիմա կա, այլ առաջվանը չի, ոնց որ 5-6 տարի առաջ է։ Այո, շուտ ավելի վատն է, այո։ Ինչ է ստեղծվում։ Առաջվա երրորդ հանրապետությունը Արցախյան շարժման առանցքի հիմքի վրա էր ստեղծվել, այդ մշակութային հիմքի վրա էր։ Հիմա այս 4-րդ հանրապետությունը ստեղծվել, բայց ոնց որ թե 4-րդ հանրապետությունն է ստեղծում, այլ արժեքային նշաձողերով, այլ սիմվոլներով, արժեքային բացակայությամբ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, եթե ժողովուրդը որոշի, որ շարունակում ենք, ինքը այլևս էլ չի լինի։ Չշարունակել Ղարաբաղյան շարժումը նշանակում է հայտնվել քաղաքական այլ տարածությունում եւ կապերը ոնց որ թե խզել երրորդ հանրապետության հետ։ Ոչ թե կապերը խզվում է երրորդ հանրապետության հետ, կապերը խզվում է հանրապետության հայկականության հետ։ Այս հանրապետությունը 4-րդ կլինի, թե 3.5 կլինի, որերորդը կլինի։ Այս հանրապետությունը արդեն հայկական չի լինի։ Այդ մասին բազմաթիվ անգամ հայկական ասելով ինչ նկատի ունեք, խնդրում ճիշտ հայկական բովանդակությամբ հայ ժողովրդի երկիր չի լինի, այլ կլինի հայաստանցիների, քանի անգամ եմ ասել։ Այսինքն կարևորը հայաստանցի ստատուսն է, ոչ թե հայ ստատուսն է։ Սրա մասին խոսել ենք, բայց այդ հայկական բովանդակություն ասելով ինչ նկատի ունեք։ Հայկական բովանդակություն, այսինքն ոչ մի ընդհանրական հայկական արժեք ընդհանրական չի այլևս։ Ոչ մի այն արժեքը, որ ընդհանուր բնորոշում է հայ ժողովրդին, Հայաստանի համար արժեք չի։ Ախր այդպիսի արժեք կա։ Իհարկե կա, որ հայ եկեղեցին օրինակի մեջ։ Նիկոլ Փաշինյանը հավատացյալ մարդ է։ Նոր հավատացյալ ինչ ասում է, հայ եկեղեցին եկեղեցիներից մեկն է, կրոնական կազմակերպություններից մեկն է, ընդհանրապես մի քիչ շատ հետևորդներով, այնց կանենք, որ քիչ հետևորդներ կունենա։ Չէ, վերջին գաղափարական ճառում ասած հայ առաքելական եկեղեցին արժեք է։ Հայ կաթոլիկ եկեղեցու եւ հայ ավետարանական եկեղեցու հետ համահավասար։ Բայց ձեզ ինչ է խանգարում, որ դրանք լինեն արժեք։ Նրանք համահավասար չեն, ով է խանգարում, ով ասեց, որ խանգարում են, բայց համահավասար չեն։ Հայ առաքելական եկեղեցու վաստակը հավասար է հայ կաթոլիկ եկեղեցու եւ հայ ավետարանական։ Պետական գործիչ է, չի կարող սահմանադրությանը շրջանցող հայտարարություն անի։ Թող հայ կյանքի խոսքն էլ ասի, Եհովայի վգաներին էլ ասի, բապտիստներին էլ ասի, բոլորին թող թվարկի։ Հիմա այն օրը մեկը չէ, Transparency օրիորդը էլ ասում է,
Միքայել Սրբազանը ասում է կրոնական կազմակերպության ներկայացուցիչը իրավունք չուներ քարոզչություն իրականացնելու։ Աղջիկ ջան, դու ես կրոնական կազմակերպությունից գուցե։ Ես կրոնական կազմակերպությունից չեմ, ես հայ եկեղեցուց եմ, որը հայի ինքնության ամենակարևոր բաղադրիչն է։ Բայց այդ բառը խիտ է բացասական նկատում կրոնական կազմակերպություն։ Որտեղ կրոնական կազմակերպություն չի հայ եկեղեցին։ Հայ եկեղեցին է։ Բայց կազմակերպությունն է, չէ՞, ինչ։ Բացարձակապես իշքան ուզում է ձեր օրենքով ինչ ուզում եք գրանցեք։ Այդ ժամանակին որ օրենքով գրանցված չի եղել կրոնական կազմակերպություն, հասկացողությունը չի եղել, ուրեմն հայ եկեղեցին չի եղել։ Ձեր օրոք եղավ։ Կրոնական կազմակերպություն բառը Նիկոլ Փաշյանը չի հորինել։ Ձեր անկադար օրենսդրության հետևանքով է, գնացեք ձեր անկադար օրենսդրությունը շտկեք։ Բայց մենք աշխարհիկ պետություն ենք, Էլի աշխարհիկ եղեք, բայց հայ եկեղեցին կրոնական կազմակերպություն չի այս երկրում։ Բայց այնտեղ գրված է որ դες բացառիկ բաներ է։ Աբրես, այ դա հակասում է կրոնական կազմակերպություն լինելուն։ Բայց ես տրված է այդ բացառիկ։ Այ դա հակասում է կրոնական կազմակերպություն լինելուն։ Եթե բացառիկ ենք, կրոնական կազմակերպություն լինել չենք կարող։ Իսկ կաթողիկ եկեղեցու նկատմամբ խեկնենց անհանդուրժող։ Ո՞վ է անհանդուրժող։ Այդ իրենց է թվում, որ անհանդուրժող է։ Դա չէ, ազգային եկեղեցի է։ Մխիթարյան միաբանություն, Վիեննայի միա։ Ուրեմն դա երկար խոսակցության թեմա է։ Դա լավ PR-ի հետևանք է։ Հայ կաթոլիկ եկեղեցին շատ լավ PR է արել, ամենայն հարգանք իր այդ PR-ին, հա, եւ այդ PR-ի շնորհիվ, հա, նաեւ ձեզ մոտ այդ տպավորությունն է, որ այո, հայ կաթոլիկ եկեղեցին մեծ ներդրում ունի հայկականության կյանքում։ Ձեր իրավունքն է Միքայել Չամչյան, Ղևոն Դալիշյան, Ինչ-Ինչյան, Արսեն Բագրատունի, Մխիթարյաններ են բոլորը, տիտաններ են։ Լավ, նրանք բոլորը մեծ մասամբ առաքելական ընտանիքների զավակներ են, առաքելական հայերի զավակներ են, որոնք ուղարկել են իրենց զավակին կրթություն ստանալու, իրենք դարձել են կաթողիկ եւ վարդապետ։ Հայկազյան Բարարյան, Տեշմիածինը չի արել այդ բոլորը, Մխիթարյանն են արել։ Այդ եմ ասում էլի, PR։ Այդ ամեն ինչը PR-ը, Հայկազյան Բարարյանը, այդ գրատպությունը։ Ուրեմն սիրելիս։ Վենետիկը, եթե դու ասենք թե 18-րդ դարի, 19-րդ դարի Վենետիկը ուզում ես համեմատես Հայաստանի Էջմիածնի հետ, հա, եւ Վենետիկի պայմանները ուզում ես համեմատել Էջմիածնի հետ, եւ գերակշռություն տալ Վենետիկին ու Վիեննային, ուրեմն բրավո քեզ, ուրեմն հանջարեղ տղա ես։ Գերաբանը չեմ տալիս։ Ուրեմն եթե դու հայ եկեղեցու ներդրումը, որ ամենահիմնական ներդրումը ժողովրդին պահել իր հայրենիքում։ Եվ ժողովրդին պահել հայ նաև օդար գաղթօջախներում։ Դու սա բերում ես համեմատում ես Հայկազյան Բարարյանի հետ։ Հայկազյան Բարարյան այսպես թե այնպես պիտի ստեղծվեր։ Վենետիկում չստեղծվեր, Կալկատայում չստեղծվեր։ Կալկատայում չստեղծվեր, Էջմիածնում չստեղծվեր։ Այս տարածքում առաջին տպարանը բացվել է Էջմիածնում։ Ամբողջ տարածքում առաջին տպարանը բացվել է Էջմիածնում։ Լավ։ Ուրեմն Էջմիածնի լուսավորչական գործունեությունը դու ստորադասում ես, հա։ Բայց ես չեմ ստորադասում։ Ես ստորադասում ես, նրանք առաքելական չէին։ Նրանք բոլոր առաքելական ընտանիքների զավակներ էին, ուղարկվել են Վենետիկ, լուսավոր Եվրոպա, ինչը որ հնարավոր չէր Օսմանյան կայսրության մեջ, պարսկական կայսրության։ Ես կարծիք չեմ ասում, ես բզբզում եմ, որ դուք ասեք։ Մի բզբզա։ Իսկ Ղևոն Դալիշյանը ինքը ամեն ինչ, գիտեք որ ինքը Ղևոն Դալիշյանը յուրաքանչյուր գյուղի քահանայի հետ նամակագրական կապի մեջ էր։ Այդպես է որ ինքը նկարագրել է, այսինչից այսքան վերստ հեռավորության վրա, այս ինչ բանը։ Յուրաքանչյուր գյուղի քահանային նամակագրել է, ասել է ձեր մոտ ինչ կա։ Խնդրում եմ մանրամասն նկարագրեք։ Այդ քահանան էլ մանրամասն նկարագրել է։ Գյուղից այսքան վերստ հեռավորության վրա կա Խաչկար, այսքան բան հեռավորության վրա կա այսիշ Մատուր։ Սրբազան մի այսպեսի հարց տամ, եթե 1441 թվականին կաթողիկոսությունը չտեղափոխվեր Էջմիածին, Արևելյան Հայաստանում չէր լինի Հայաստան։ Հայկական պետականություն կստեղծվեր, թե չէ։ Ոչ, չէր ստեղծվի։ Ոչ։ Տեսակ իմ նախորդ հարցին ես պատասխանեցի։ Իսկ ո՞նց է կապը հիմնավորվում։ Ինչ կապ։ Այսինքն այդ տեղափոխությունը ո՞նց է ազդել հայկականության, հայկական պետության այս տարածքում վերստեղծման մասին։ Էջմիածնի հմայքը, Էջմիածնում վերահաստատվելու հմայքը ժողովրդին հավաքել է Էջմիածնի շուրջ։ Այդտեղ հայաթափված վիճակ էր, մի քանի գյուղ էր մնացել։
հայկական։ Հայաթափված վիճակ էր, դրա համար են այդ ադրբեջանցիների լեզուն 3 մետր, որովհետև այդտեղ հիմնական բնակչությունն է այդ ժամանակներում, թուրքալեզու բնակչություն էր։ Դա էլ իրականություն։ Հատկապես Շահաբասի բռնագաղթից հետո։ Եվ ուրեմն Էջմիածնի շնորհիվ, Էջմիածնի շարմով է, որ Պարսկաստանից գաղթեցին այս կողմ, գաղթեցին Թուրքիայից այս կողմ։ Կարող ենք ասել, որ Արևելյան Հայաստանում հայկականությունը վերականգնվել է 3 ուսումների հիման վրա։ Էջմիածնի կաթողիկոսության տեղափոխումը, Էջմիածին մելիքները, Արցախի եւ Սյունիքի եւ ռուսական նվաճումը։ Իհարկե ռուսական նվաճում, այո, մեր երկուսը այո, անուրանալի, այո, նաև ռուսական, այո։ Նվաճումն է ժամանակ ասում էին ազատագրում, երբ որ մենք երիտասարդ էինք։ Հիմա փոխվել է, հիմա ռուսական նվաճում ասեք, բայց պետք է նաև հաշվի առնեք, որ այսօրվա ձեր Հայաստանը հենց Ռուսա-Հայաստանի մի փոքրիկ մասն է ընդամենը։ Դուք Թուրքա-Հայաստանից մի թիզ չունեք։ Մենք ռուսների պրոյեկտն ենք։ Արևելյան Հայաստանը որպես քաղաքական։ Ոչ թե ռուսների պրոյեկտն է, այլ գոնե ռուսների շնորհիվ այսքանը փրկվել է։ Էս էլ անուրանալի է։ Եթե այդպես չլներ, գոնե Թուրքա-Հայաստանից մի հատված էլ ձեր Հայաստանի Հանրապետության մեջ կլներ։ Չկա, չէ՞, Թուրքա-Հայաստանից ոչ մի Ռուսա-Հայաստանի ֆունկցիաների մեջ դրված է, որ պետք է միշտ լինի հակաթուրքական։ Ո՞վ ասեց, բայց ինչ պետք է լինի, եթե պետք չլինի հակաթուրքական։ Թուրքը քո հողերի վրա նստած է։ Ինչ է նշանակում հակաթուրքական։ Դա անհնարին է չլինել հակաթուրքական։ Ցեղասպանություն է իրականացվել իմ ժողովրդի հանդեպ, իմ հանդեպ ցեղասպանություն է իրականացվել։ Ես չեմ ծնվել այնտեղ, որտեղ պիտի ծնվեի։ Ինչպես ո՞նց կարող եմ ես չլինել հակաթուրքական։ Ծնվածս օրվանից հակաթուրք եմ ես։ Չեմ կարող չլինել, որովհետև թուրքը չի շտկել այն հանցագործությունը, որ գործել է իմ նկատմամբ։ Ես երբ որ Սիսում էի, տղա ջան, Սիսում իմ հոր ծննդավայրում, իմ հայրն էլ է ծնվել այնտեղ, ոչ թե ես 7-րդ սերունդն եմ։ Ես թուրքերի հետ երբ որ խոսում էի, ասում էի, ես պիտի ստեղ ծնվեի, բայց չծնվա։ Ինչու չծնվեցի ես ստեղ։ Ո՞րն է պատճառը։ Տեղի է ունեցել հանցագործություն, հանցագործության պատճառով ես չեմ ծնվել այնտեղ։ Որովհետև իմ հորը վդարել են այդ երկրից, արտաքսել են այդ երկրից, ոչ հերս, ոչ հորեղբայրս, ոչ պապս հանցագործություն չեն գործել Օսմանյան կայսրության նկատմամբ, բայց իբրև հայ իրենք արտաքսվել են։ Իրենց կյանքը վտանգի տակ է եղել, իրենք հազիվ կարողացել են մազապուրց, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը, մազապուրց լինել։ Այդ սխալը Թուրքիան իր հզոր պետականությամբ չի շտկել։ Ընդհանրապես ասում է, շատ լավ է, շատ նորմալ է, իրենք իրենց կամքով գնացել են, ինչպես Ադրբեջանն է ասում, չէ՞, Ղարաբաղը իրենց կամքով գնացել են։ Բոլորին էլ ցույց բանով չէ, քեզ նման լրագրողներ ասում, դուք ձեր կամքով եք, չէ՞ գնում, այո, իրենց կամքով են գնում, կարող է ուրիշ բան ասեին։ Ես ո՞նց կարող եմ չլինել հակաթուրքական։ Դա Թուրքիայի մեղքով է, որ ես հակաթուրքական եմ, ոչ թե Սովետի Ռուսի մեղքով է, որ ես հակաթուրքական եմ։ Իրանք չեն սադրել։ Բացարձակապես ինչ պիտի սադրի։ Ինչ պիտի սադրի ինքը։ Ես չեմ տեսել, որ ռուսը երբևիցե ինձ սադրի հակաթուրքական։ Առաքելոց վանք։ Այսինքն ես, տղա ջան, ես ծնվել մեծացել եմ ստեղ, ծնվել մեծացել եմ մի ընտանիքում, ես չեմ էլ իմացել, որ ստեղ ռուսերեն գոյություն ունի։ Ես մինչև դպրոց գնալս չեմ էլ իմացել, որ ռուսաց լեզու պիտի անցնեմ։ Բայց ես հակաթուրք եղել եմ արդեն մինչև 7 տարի։ Թեման ուզում եմ զարգացնել 1980։ Զարգացրու, բայց ժամանակը վերջանում է։ Վերջին հարցն եմ տալիս։ Գյումրիում արդյոք հիշում են կամ հիշողությունը, պատմական հիշողության մասն է խոսքը, արդյոք կա այդ հիշողությունը հայ-թուրքական պատերազմի։ Թե որ հայ-թուրքական պատերազմը ավարտվեց նրանով, որ Ալեքսանդրապոլը Գյումրին գրավեց։ Չէ, ինչ հիշողություն պետք է լինի։ Չկա, հիմնականում չկա։ Հիմա հարցերն է, որ այդ քո ասած հարցադրումը անմիտ հարցադրում է։ Հավասարության նշան դնել ռուսի եւ թուրքի միջև, սա մեծագույն համեմատություն է։ Մեծագույն համեմատություն է։ Ո՞նց կարող ես դու հագարուսականություն եւ հագաթուրքականությունը դնել, ասենք թե նույն բանի վրա, նույն մագարտակի վրա։ Ես ռուսամետ չեմ, քանի անգամ ասեմ։ Ես այստեղ Գյումրիում ապրում եմ ռուսական կառույցների հետ, գրեթե ոչ մի շփում չունեմ Պերմյակովից հետո։
Բայց ճշմարտությունը պետք է ասվի, որ վերջի Հայաստանը ծնվել է Ռուսը Հայաստանի փլադագների վրա, Թուրքը Հայաստանից ոչ մի թիզ չունես։ Թուրքը կարող էր քեզ զիջել, ասել լավ, քանի որ Ռուսը Հայաստան, ռուսները քո նկատմամբ անարտարություն են գործում, ես էլ եմ գործել, առ էս անի էս երկու թիզը քեզ չի տալիս։ Արարատն էլ որ երբեք իրենը չի եղել, քեզ չի տալիս։ Արարատը երբեք չի եղել թուրքական կայսրության մեջ մինչև 1921-22 թվական։ Այդպես է թե այդպես չի։ Հիմա տալիս է քեզ, վերադարձնում է, չի վերադարձնում։ Բայց ինչի պետք է տա։ Անուն արտարության։ Այ էսենց հայերի մտածելակերպով, սենց թուրք մի հատ լիներ, ես տեսնեի էլի, որ ասեք ինչի Արցախը չի կարող լինել հայկական։ Չտեսակ մի հատ թուրք, որ ասեր, հա լավ Արցախը զադորոշվել է, ինքնորոշվել է, անկախություն է հռչակել, լավ թող լինի հայկական։ Մի հատ թուրք չտեսանք, իսկ ձեզ նման հայեր լեփլեցում են, որոնք ասում են ինչու պետք է չտա։ Որովհետև խլել է, չեմ ծախել իրեն, Ալյասկայի պես չեմ ծախել։ Աշխարհում ոչ մեկին հենց Ուրեմն պետք է վերցնեմ, իսկ դուք ասում եք չէ, չպետք է վերցնեմ։ Բայց ի վիճակի չենք որ վերցնենք։ Որտեվ ի վիճակի չենք լինի, որովհետև չենք գնում ի վիճակի լինելու։ Դուք ուզում եք այդ պարտվողական մենակ կուշտ փորով ապրել եւ մենակ ապրել, ասել թուրք դու իմ թշնամին չես։ Այո, թուրքը թշնամի չպետք է լինի, բայց պետք է ասի ներողություն։ Ձեր այս մտածումը անընդունելի մտածում է։ Հայկական այս մոտեցումը անընդունելի հայկական չի։ Այ էսա, որ ասում եմ, ինչ երկիր եք ուզում ստեղծել, ես եք դուք ուզում ստեղծել։ Հայաստան առանց հայկականության։ Իսկ Հայաստանը պետք է լինի հայկական երկիր։ Այսինքն դուք չեք պատկերացնում Հայաստան, որը հող չի ուզում Թուրքիայից։ Այո, չեմ պատկերացնում։ Այո, չեմ պատկերացնում։ Բա որ այս Հայաստանն մեռնի։ Այո, չի պետք է մեռնի Հայաստանը։ Արցախի ճակատագրին մեռնի։ Ինչի համար պետք է մեռնի այս Հայաստանն։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե մենք Նիկոլ Փաշինյանն ասում է Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Այդ ես չեմ գոռացել։ Ինքն է գոռացել։ Ասում է, եթե մենք շարունակենք այսպես մտածել, կգան ցլերը մեզ կուտեն։ Բացարձակապես, ոչ, բացարձակապես։ Բացարձակապես։ Այդ վախն է, այդ վախի սինդրոմն է, այդ ֆոբիան է, որ ես ասում եմ, լավ, Արարատը մոռանանք, Արագածը դրա համար հիշեցրեցի հայ-թուրքական պատերազմի մասին, արդյոք այդ վտանգը չենք զգում մենք նորից։ Վտանգ ասում եմ, քեզ կա, բայց դրա համար ոչ թե պիտի ասես ներողություն, ինչ ուզում ես կտամ, հա, կկվի նման, ինչքանի ձակ ունես, ես էլ կտամ, մենակ բան մի արա, կացինը մի բեր, կարս մի կտրի։ Սեփազան, մոտենում ենք ավարտին։ Մոտեցի ավարտին, արդեն բարգացի։ Դուք ժամերգության եք, ժամերգությունից առաջ պետք չի ջղայնանալ։ Բայց քո ձեռը դիմանալ կլինի։ Կարծում եմ հետաքրքիր զրույց էր, շնորհակալ եմ, կհանդիպենք, Աստված օգնական։ Աստված պահաբան եւ տա Աստված, որ հայերի մեջ ձեզ նման մտածողները չնչին փոքրամասնություն։ Դուք չգիտեք ես ոնց եմ մտածում։ Ես ուղղակի հարցեր եմ տալիս։ Չէ։ Ես կարող ձերպես եմ մտածում։ Դու պարզապես հարցեր չես տալիս, դու այդպես մտածում ես։ Ուզում եք հարցազրույցը կյանքի չի կոչվի, եթե մենք ջան-ջիգար անենք, մենք պետքա կոնֆլիկտ լինի զրույցի կենտրոնում։ Հասկաց։ Եկել ես թուրքական թեզեր ես առաջ քաշում, եւ ուզում ես որ Շնորհակալ եմ Սրբազան, կհանդիպենք, թուրքական թեզեր չկան։